Շքեղ ընթրիքի ընթացքում մի գործարար բոլորի առաջ նվաստացնում է մատուցողուհուն, վստահ լինելով իր անպատժելիությանը։ Սակայն նրա հանգիստ ու վճռական պատասխանը բացահայտում է մի ճշմարտություն, որը քանդում է նրա հպարտությունը բոլորի առաջ։ Այդ պահից սկսվում է մի փոփոխություն, որը նրանցից ոչ մեկը երբեք չի մոռանա։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն չափազանց շատ է օգնում մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Կարմիր գծի լեփ-լեցուն մետրոյի խլացուցիչ աղմուկն արձագանքում էր գերբեռնված վագոններում, մինչ Մարինե Սարգսյանը ամուր բռնել էր անատոմիայի գիրքը ձեռքերում։ Նրա աչքերը այրվում էին հոգնածությունից, բայց նա ստիպում էր իրեն կենտրոնանալ մարդու սիրտ անոթային համակարգը նկարագրող էջերի վրա։ Նրա շուրջը տասնյակ մարդիկ հրմշտում էին միմյանց երանի երեկոյան ժամը 6-ին բնորոշ իրարանցման մեջ, բայց Մարինեն սովորել էր ստեղծել իր սեփական լուր աշխարհը քաղաքային քաոսի մեջ։ Նա ստուգեց դաստակի ժամացույցը, հոգոց հանեց։ Դեռ 40 րոպեի ճանապարհ ուներ մինչ երիտասարդական կայարան հասնելը, որտեղից պետք է նստեր այն ավտոբուսը, որը նրան կհասցներ Փարավոն Երանի կենտրոն վարչական շրջանի ամենաշխեղ ռեստորանը։ 2 ժամից նա մատուցելու էր ուտեստներ, որոնք ավելի թանկ արժեին, քան նրա մայրը վաստակում էր մեկ շաբաթում, մաքրելով գրասենյակներ քաղաքի կենտրոնում։ Հեգնանքը չէր վրիպում Մարինեի ուշադրությունից, բայց նա մանկուց սովորել էր, որ կյանքն արդար չէ։ Այն պարզապես կյանք է, յուրաքանչյուրը պետք է անի հնարավորինս լավը, իրեն բաժին ընկած խաղաքարտերով։ Մարինեն փակեց գիրքը, գլուխը հենեց վագոնի մշուշոտ ապակուն։ Արտացոլանքի միջով նա դիտեց սեփական դեմքը։ 23 տարեկանում նրա շագանակագույն աչքերում կրում էր երիտասարդության վաղաժամ հասունության հետաքրքիր խառնուրդ։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին պարզ պոչիկով, նույնիսկ դեմքին դրոշմված հոգնածության հետ, այնտեղ կար մի վճռականություն, որը բխում էր յուրաքանչյուր ծակոտիից։ Մարինեն սովորական երիտասարդ չէր, նա նպատակասլաց երիտասարդ էր։ Մոտենում էր Հանրապետության հրապարակ կայարանը, դրա հետ ուղորների նոր ալիք, որոնք փորձում էին խցկվել արդեն լեփ-լեցուն վագոնի մեջ։ Մարինեն գիրքը սեղմեց կրծքին, պատրաստվեց մի քանի րոպեի խցկոցի։ Հենց այս պահին էր, որ նրա միտքը միշտ թռչում էր դեպի Շենգավիթի փոքրիկ տունը, որտեղ նրա մայրը, Ռոզան, հավանաբար պարզ ընթրիք էր պատրաստում, ամբողջ օրը արտրային շենքերում հատակներ մաքրելուց զուգարաններ լվանալուց հետո։ Ռոզա Սարգսյանը Մարինեին միայնակ էր մեծացրել, երբ նա 5 տարեկան էր։ Հայրը մի առավոտ պարզապես անհետացել էր, թողնելով միայն մի վատ գրված նամակ, որտեղ ասվում էր, որ նա պատրաստ չէ ընտանիքի պատասխանատվությանը։ Ռոզան երբեք վատ չխոսեց նրա մասին դստեր ներկայությամբ, բայց Մարինեն նկատում էր այն լուրջ ցավը, որը մայրը կրում էր ծանր աշխատանքից, սիրային հիասթափությունից կորացած ուսերին։ Հենց Ռոզան էր, որ Մարինեի մեջ սերմանեց կրթության հանդեպ ձգտման սերմը։ Քիչ կրթված, բայց անսահման իմաստությամբ կինը անընդհատ կրկնում էր դստերը, որ ուսումը միակ իսկական ժառանգությունն է, որ կարող է թողնել։ Կիրակի օրերին, երբ Մարինեն դեռ երեխա էր, Ռոզան նրան տանում էր զբոսնելու Երանի պետական համալսարանի տարածքով, մատնացույց անելով վեհաշուկ շենքերը, հույսով փայլող աչքերով ասելով, որ մի օր իր դուստրը սովորելու է այնտեղ։ Եվ Մարինեն սովորեց։ Սովորեց մոլագարի պես։ Արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, դպրոցից առաջ նյութերը կրկնելու համար, մինչ ուշ մնում էր թաղամասի հանրային գրադարանում, երբ հասավ ավագ դպրոց, արդեն գիտեր, որ ուզում է բժիշկ դառնալ։ Ոչ փառքի կամ փողի համար, այլ որովհետև մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է մայրը հիվանդանում, շատ աշխատելուց չունենալով պատշաճ բուժվելու հնարավորություն։ Ուզում էր լինել այն բժիշկը, որն իր ընտանիքը երբեք չէր ունեցել։ Ընդունելության քննությունները էպիկական ճակատամարտ էին։ Մարինեն պայքարում էր ԵՊ բժշկական ֆակուլտետի մի տեղի համար, մրցելով թեկնածուների հետ, որոնք ամբողջ կյանքում սովորել էին թանկարժեք մասնավոր դպրոցներում, հաճախել էին նախապատրաստական դասընթացների, սահուն խոսում էին անգլերեն, երբեք ստիպված չէին եղել մեկ օր իսկ աշխատել տանը օգնելու համար։ Բայց Մարինեն ուներ մի բան, որը փողով չէիր գնի, հաղթելու քաղց, որը գալիս է շատ խորքից, մոր հանդեպ սիրուց, այն համոզմունքից, որ դա իրենց երկուսի ճակատագիրը փոխելու միակ հնարավորությունն էր։ Երբ արդյունքները հայտնի դարձան, նա տեսավ իր անունը ընդունվածների ցուցակում, Մարինեն արդյունքների մեջ խորտակվեց թաղամասի համակարգչային սրահի համակարգչի դիմաց։ Ռոզան, որն իր վերջին դրամներն էր ծախսել այդ օրը համացանցին միանալու համար, գրկեց դստերը, նրանք երկար րոպեներ միասին լաց եղան։ Այնտեղ սկսվում էր նոր փուլ, բայց նա նոր մարտահրավերներ։
Պետական համալսարանն անվճար էր, բայց համալսարանական կյանքը ոչ։ Գրքեր, տրանսպորտ, սնունդ, կեցություն, ամեն ինչ փող արժեր, որը նրանք չունեին։ Հենց այդ ժամանակ Մարինեն ֆակուլտետի հայտարարությունների տախտակի վրա գտավ Փարավոն ռեստորանում մատուցողուհու թափուր տեղի մասին հայտարարություն։ Աշխատանքը գիշերային էր, երեկոյան 8-ից մինչ գիշերվա 2-ը, երեքշաբթիից շաբաթ։ Կատարյալ էր առավոտյան դասերի հետ համատեղելու համար։ Հարցազրույցը նվաստացուցիչ էր։ Մենեջերը Նարեկ անունով միջին տարիքի մի տղամարդ սկզբից ետ հասկացրեց, որ Փարավոնը սպասարկում է շատ պահանջկոտ հաճախորդների, ցանկացած սայթաքում անհապաղ աշխատանքից ազատվելու պատճառ կլինի։ Մարինեին աշխատանքը պետք էր, ուստի նա կուլ տվեց ամբարտավանությունը, ընդունեց բոլոր պարտադրված պայմանները, ներառյալ համազգեստը, որն ավելի շատ դիմակահանդեսի զգեստի էր նման, կարճ կիսաշրջազգեստ, կիտ բլուզ, մի փոքրիկ գոգնոց, որն ավելի շատ զարդարանքի համար էր, քան պաշտպանության։ Առաջին ամիսները ցավոտ հարմարվողականության շրջան էին։ Մարինեն պետք է սովորեր քայլել բարձրակրունկներով, անգիր անել ֆրանսերեն իտալերեն անուններով բարդ մենյուն, ամենակարևորը՝ ժպտալ նույնիսկ այն ժամանակ, երբ հաճախորդները նրա հետ վարվում էին այնպես, կարծես նա անտեսանելի լիներ, կամ ավելի վատ, կարծես դեկորատիվ առարկա լիներ։ Նա դիտում էր մյուս մատուցողուհիներին, մեծ մասամբ իր պես երիտասարդ, բայց բոլորովին այլ իրականություններից եկած։ Ոմանք այնտեղ էին պարզապես լրացուցիչ գումարի համար, ճանապարհորդությունների կամ բրենդային հագուստի համար։ Մարինեի համար այդ աշխատանքը ներկայացնում էր սովորելը շարունակելու երազանքներից հրաժարվելու միջ եղած տարբերությունը։ Փարավոնն իսկապես առանձին աշխարհ էր։ Տեղակայված կենտրոնի պատմական շենքերից մեկում ռեստորանը զբաղեցնում էր երկու հարկ, լիակատար շքեղությամբ։ Ավստրիական բյուրեղապակիներ էին կախված առաստաղից վեհաշուկ ջահերի տեսքով, սեղանները պատրաստված էին իսկական իտալական մարմարից, իսկ դանակ պատառաքաղները՝ ստարյուն արծաթից։ Յուրաքանչյուր մանրուք մտածված էր, տպավորելու ամեն ինչի լավագույնին սովոր հաճախորդներին։ Խոհանոցը ղեկավարում էր շեֆ խոհարար Բեռնար Գասպարյանը, բռնկուն բնավորությամբ մի հայ, որը Փարիզի Աստղանի ռեստորաններում էր աշխատել նախքան Երանում հաստատվելը։ Ուտեստներն իսկական արվեստի գործեր էին, այնպիսի գներով, որոնք Մարինեին ստիպում էին մտածել, թե քանի բժշկական գիրք կարող էր գնել մեկ նախուտեստի գնով։ Մարինեն արագ հասկացավ, որ աշխատակիցների մեջ խիստ հիերարխիա գոյություն ունի։ Տղամարդ մատուցողները սպասարկում էին ամենակարևոր սեղանները, ստանում լավագույն թեյավճարները։ Երիտասարդ գեղեցիկ մատուցողուհիներին բաժին էին ընկնում գործարարների քաղաքական գործիչների սեղանները, որոնք հաճախում էին այնտեղ հաճախորդներին տպավորելու կամ գործարքներ նշելու համար։ Եվ Մարինեն, որքան էլ ջանք թափեր, միշտ ստանում էր ամենաքիչ եկամտաբեր սեղանները։ Բայց նա չէր մտահոգվում։ Յուրաքանչյուր դրամ, որը նա խնայում էր երեկոյի վերջում, նրան մի փոքր ավելի էր մոտեցնում իր նպատակին։ Նա հաշվարկել էր, որ պետք է առնվազն 3 տարի աշխատի Փարավոնում, որպեսզի կարողանա իրեն պահել մինչ ավարտելը։ 3 տարի ստիպված ժպիտներ, ոտքերի ցավ, տուն հասնել գիշերվա 3-ին, որպեսզի արթնանա 6-ին դասերի համար։ 3 տարի, որոնք կարժենային մի ամբողջ կյանք։ Առաջին ամիսներին Մարինեն աննկատ մնաց հաճախորդների մեծ մասի համար։ Նա մշակել էր մի տեխնիկա՝ լինել արդյունավետ, առանց ուշադրություն գրավելու, արագ գրառելով պատվերները, ճշգրտությամբ մատուցելով, հնարավորինս շուտ անհետանալով տեսադաշտից։ Գիտեր, որ իր ներկայությունն այնտեղ զուտ ֆունկցիոնալ էր, որքան քիչ աչքի ընկներ, այնքան լավ կլիներ բոլորի համար։ Ռոզան դստեր առօրյային հետում էր հպարտության, անհանգստության խառնուրդով։ Գիտեր, որ Մարինեն չափազանց շատ էր զոհաբերում իրեն, քնում էր ընդամենը 4 ժամ գիշերը, սովորում էր ցանկացած վայրում, որտեղ մի քանի ազատ րոպե էր գտնում։ Բայց նա դստեր մեջ ճանաչում էր նույն երկաթե վճռականությունը, որն ինքն էր մշակել կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Գիշերները Մարինեի համար ամենադժվար պահն էին։ Երբ վերջապես հասնում էր տուն, չափազանց հոգնած սովորելու համար, բայց չափազանց անհանգիստ, անմիջապես քնելու համար, նա նստում էր խոհանոցի փոքրիկ սեղանի մոտ մի բաժակ ջրով մտովի վերանայում այն ամենը, ինչ սովորել էր օրվա ընթացքում։ Դա նրա անձնական ծեսն էր, միջոց հիշեցնելու իրեն, որ այս ամենն ավելի մեծ նպատակ ունի։ Ռոզան հաճախ արթնանում էր այդ լուռ պահերին, գտնում Մարինեին որե գրքի վրա թեքված, պայքարելով քնի դեմ։ Մայր ու աղջիկ այդ ժամերին քիչ խոսքեր էին փոխանակում, մի համբույր գլխին, միք չմոռանաս հանգստանալ, աղջիկս, վերջ։ Երկուսն էլ հասկանում էին, որ այդ զոհաբերությունը ժամանակավոր էր, բայց անհրաժեշտ։ Համալսարանում Մարինեն համեստ էր պահում իրեն։
Նրա համակուրսեցիները հիմնականում հարուստ ընտանիքներից էին ունեին իրենից բոլորովին տարբեր իրականություն։ Մինչ նրանք քննարկում էին թե արձակուրդներին որ երկիր փոխանակման ծրագրով կմեկնեն կամ արտասահմանում որ բժշկական օրդինատուրան են նախատեսում անցնել, Մարինեն հաշվարկում էր, թե քանի ժամ աշխատանք է անհրաժեշտ պարտադիր գրականության հաջորդ գիրքը գնելու համար։ Բայց Մարինեն փայլ ուներ։ Չնայած բոլոր դժվարություններին, նրա գնահատականները միշտ լավագույնների շարքում էին։ Նա հայտնաբերել էր, որ իր կյանքի փորձը նրան յուրահատուկ հեռանկար էր տալիս բժշկության վերաբերյալ։ Մինչ նրա համակուրսեցիներն ուսումնասիրում էին հիվանդությունները որպես վերացական հասկացություններ, Մարինեն դրանք տեսնում էր նրա աչքերով, ով մեծացել էր մի միջավայրում, որտեղ առողջությունը անհասանելի շքեղություն էր։ Սրտաբանության դասի ժամանակ էր, որ Մարինեն մի լուսավորում ունեցավ։ Դասախոսը բացատրում էր սիրտ-անոթային հիվանդությունների սոցիալական պատճառները՝ սթրես, վատ սնունդ, վարժությունների բացակայություն, կերծանրաբեռնված աշխատանք, Մարինեն անմիջապես տեսավ իր մոր պատկերը։ Ռոզան ուներ բոլոր ռիսկի գործոնները, բայց երբեք պատշաճ բժշկական զննում չէր անցել, որովհետև պարզապես փող կամ ժամանակ չուներ դրա համար։ Այդ գիշեր փարավոն, ում Մարինեն հաճախորդներին նայեց այլ աչքերով։ Միջին տարիքի, փորով տղամարդիկ, որոնք ճարպերով հարուստ ուտեստներ էին ուտում թանկարժեք գինի խմում, բարձրաձայն քննարկելով գործարքներ։ Նրանցից շատերը հավանաբար ունեին պրեմիում դասի առողջության ապահովագրություն, կանոնավոր զննումներ էին անցնում մասնավոր հիվանդանոցներում, հասանելիություն ունեին լավագույն բուժմանը։ Իրավիճակի հեգնանքը նրան խորապես անհանգստացրեց։ Սովորական հինգշաբթի էր, երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ Մարինեն դասավորում էր սեղանները ընթրիքի համար, երբ Նարեկը մոտեցավ նրան դեմքի լուրջ արտահայտությամբ։ Էդուարդ Կարապետյանը, Երանի ամենահարուստ գործարարներից մեկը, 8 հոգու համար սեղան էր պատվիրել։ Դա այն հատուկ առիթներից էր, որոնք աշխուժացնում էին ամբողջ ռեստորանը, լրացուցիչ անձնակազմ, հատուկ մենյու, անթերի սպասարկման պահանջ։ Մարինեն Էդուարդ Կարապետյանի մասին լսել էր թերթերից։ Ընկերությունների կոնգլոմերատի սեփականատեր, որը տարածվում էր շինարարությունից մինչ տեխնոլոգիաներ, նա հայտնի էր ինչպես իր հարստությամբ, այնպես էլ պայթյունավտանգ բնավորությամբ։ 52 տարեկանում նա ղեկավարում էր միլիարդներով գնահատվող բիզնես կայսրություն հայտնի էր ցանկացած միջավայրում իր ճնշող ներկայությամբ։ Նարեկը բացատրեց, որ պարոն Կարապետյանի սեղանը կբաժանվի ամենափորձառու մատուցողների միջ, բայց Մարինեն պետք է մոտ լինի, եթե նրանց օգնություն անհրաժեշտ լինի։ Դա փարավոն, ում վեբ սպասարկման աշխատանքը դիտելու հնարավորություն էր, գործնական դաս, թե ինչպես վարվել երանյան բիզնես էլիտայի հետ։ Մարինեն ուղեց իր համազգեստը, ստուգեց, թե արդյոք կոշիկները մաքուր են, ռազմավարական դիրք զբաղեցրեց սրահում։ Ժամը 8:30-ի սահմաններում մուտքի մոտ անսովոր շարժումը գրավեց նրա ուշադրությունը։ Էդուարդ Կարապետյանը ժամանել էր, ուղեկցությամբ 7 էլեգանտ հագնված հյուրերի։ Նույնիսկ հեռվից նրա ներկայությունը լցնում էր տարածքը, բարձրահասակ, կատարյալ սանրված ալեխառն մազեր, կոստյում, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Մարինեն վաստակում էր մեկ տարում։ Խմբին ուղեկցեցին ռեստորանի լավագույն սեղանի մոտ, մեծ պատուհանների մոտ, որոնք լուսավորված քաղաքի համայնապատկերային տեսարան էին բացում։ Մարինեն հեռվից դիտում էր, թե ինչպես են նրանք տեղավորվում, նկատելով, թե ինչպես է Էդուարդը բնականորեն ստանձնում ղեկավարի դերը, ժեստեր անելով խոսելիս ակնհայտորեն լինելով ուշադրության կենտրոնում։ Այն, ինչ Մարինեն չէր կարող պատկերացնել, այն էր, որ հաջորդ ժամերին իր նրա կյանքը բոլորովին այլ ուղղություններ կվերցնեին։ Որ մի գիշեր, որը սկսվում էր ինչպես մյուսները, փարավոն, ում կդառնար երկուսի համար էլ բաժանարար պահ։ Եվ որ բժշկականի ուսանողուհի մի պարզ մատուցողուհի պատրաստվում էր երկրի ամենահզոր մարդկանցից մեկին մի դաս տալ, որը նա երբեք չէր մոռանա։ Ընթրիքը սկսվել էր, դրա հետ մի պատմություն, որը կփոխեր ոչ միայն երկու կյանք, այլ արժանապատվության, իշխանության մարդու իրական արժեքի մասին մի ամբողջ ընկալում։ Ընթրիքը, փարավոն, ում սկսվել էր հատուկ առիթի համար սպասվող ողջ շուքով։ Էդուարդ Կարապետյանը աշխույժ ժեստեր էր անում, պատմելով մի զավեշտալի պատմություն իր վերջին գործարար ձեռքբերման մասին, Սանա լճի ափին գտնվող հյուրանոցային համալիր, որը գնել էր մի գումարով, որը ցանկացած սովորական մարդու շունչը կկտրեր։ Նրա հյուրերը ծիծաղում էին ճիշտ պահերին, խանդավառությամբ համաձայնում կախված էին յուրաքանչյուր խոսքից, կարծես դրանք աստվածային հայտնություններ լինեին։ Սեղանի շուրջ ներկա էին երանյան գործարար աշխարհի կարևոր դեմքեր Ռուբեն Մելիքյանը, միջազգային շինարարական ընկերության նախագահը, Կարինե Բեկլարյանը, երկրի խոշորագույն գովազդային գործակալություններից մեկի մարքեթինգի տնօրենը,
Դոկտոր Ֆերդինանդ Ռոստոմյանը, միաձուլումների ձեռքբերումների գծով մասնագիտացած իրավաբան, Պատրիցիա Մանուկյանը, տեքստիլ արդյունաբերության ավանդական ընտանիքի ժառանգորդուհին, Մարկոս Ոսկանյանը, երկրի առաջատար թերթերից մեկի տնտեսական լրագրողը, Լուսինե Կիրակոսյանը, Ներդրումային բանկի ֆինանսական տնօրենը, Անդրանիկ Սիմոնյանը, տեխնոլոգիական ոլորտի գործարար։ Մարինեն հեռվից հետում էր երեկոյի ընթացքին, ուշադիր լինելով գլխավոր մատուցողների ազդանշաններին, որոնց կարող էր իր օգնությունը պետք գալ։ Խումբը կարծես թե իսկապես զվարճանում էր, օգտագործելով թանկարժեք գինիներ շեֆ Բեռնարի կողմից պատրաստված բարդ ուտեստներ։ Զրույցը հոսում էր բիզնեսի, միջազգային ճանապարհորդությունների, ազգային քաղաքականության մասին մեկնաբանությունների մեջ, միշտ համեմված այն գերազանցության շնչով, որը Մարինեն սովորել էր ճանաչել ռեստորանի հաճախորդների շրջանում։ Երկրորդ ուտեստի ժամանակ էր, որ Էդուարդը սկսեց իր վրա ուշադրություն գրավել այլ կերպ։ Գուցե գինին էր պատճառը, գուցե պարզապես նրա բնական անհատականությունն էր դրսևորվում, բայց նա սկսեց ավելի ու ավելի բարձր սադրիչ մեկնաբանություններ անել իր շուրջը եղած ամեն ինչի մասին։ Սկզբում դրանք դիտարկումներ էին ռեստորանի մյուս հաճախորդների մասին, հետո կառավարության քննադատություններ, վերջապես նրա ուշադրությունը կենտրոնացավ հաստատության աշխատակիցների վրա։ Մարինեն դասավորում էր մոտակա սեղանը, երբ լսեց Էդուարդի բարձրաձայն մեկնաբանությունը, թե որքան հետաքրքիր է դիտել սպասավորների պարարվեստը նուրբ ընթրիքի ժամանակ։ Նրա խոսքերը կրում էին ծաղրի երանգ, որը ստիպեց նրա հյուրերից ոմանց նյարդային ծիծաղել։ Մարինեն ձացրեց, թե չի լսել, շարունակեց իր աշխատանքը, բայց մի տհաճ զգացողություն սկսեց ձևավորվել նրա ստամոքսում։ Իրավիճակը սրվեց, երբ գլխավոր մատուցողներից մեկը, Կարենը, թեթակի սայթաքեց Էդուարդի սեղանին գինի լցնելիս։ Ոչինչ չթափվեց, սպասարկումը շարունակվեց նորմալ, բայց Էդուարդն օգտվեց առիթից սարկաստիկ մեկնաբանություն անելու հայկական աշխատուժի որակի մասին, որը ստիպված քրքիջներ առաջացրեց որոշ հյուրերի մոտ անհարմար հայացքներ մյուսների։ Մարինեն զգաց, թե ինչպես արյունը բարձրացավ գլուխը։ Նա Կարենին ճանաչում էր ավելի քան 1 տարի, գիտեր, որ նա 2 տեղ է աշխատում, 3 փոքր երեխաներին պահելու համար, որ նա փարավոնի ամենանվիրված աշխատակիցներից մեկն էր։ Բայց նա գիտեր, որ իր տեղն այնտեղ որևէ մեկին պաշտպանելը չէր, այլ անտեսանելի մնալը, իր աշխատանքը կատարելը։ Նարեկը, մենեջերը, նկատել էր լարված մթնոլորտը մոտեցել էր Էդուարդի սեղանին իր ամենաարհեստական պրոֆեսիոնալ ժպիտով, անհարկի ներողություններ խնդրելով հավաստիացնելով, որ սպասարկումը անթերի կլինի մնացած երեկոյի ընթացքում։ Էդուարդը արամարանքով գլխով արեց, ակնհայտորեն գոհ մենեջերի ցուցաբերած ստորաքարշությունից, իր ուշադրությունը դարձրեց հյուրերին։ Հենց այդ ժամանակ ճակատագիրը որոշեց միջամտել անսպասելի կերպով։ Մարինեն անցնում էր սեղանի մոտով մաքուր գավաթներով սկուտեղով, երբ Էդուարդը հանկարծակի բարձրացրեց ձեռքը, պատմության ընթացքում ժեստ անելու համար, բախվեց նրա սկուտեղին։ 3 գավաթ ընկան գետնին, փայլուն կտորների վերածվելով ռեստորանի մարմարե հատակին։ Ամբողջ սրահը շրջվեց դեպի տեսարանը։ Մարինեն զգաց բոլոր տասնյակ հայացքներն իր վրա, մինչ արագ կռացավ կտորները հավաքելու համար, ավտոմատ կերպով ներողություն խնդրելով։ Նրա սիրտը արագ բաբախում էր, իմանալով, որ ցանկացած վնաս կպահվի իր աշխատավարձից, որ Նարեկը հավանաբար հետո իրեն կկշտամբի։ Էդուարդը նայեց գետնին ծնկած, ապակու կտորները հավաքող Մարինեին, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Գուցե դա կատարյալ հնարավորություն էր իր հյուրերին զվարճացնելու իշխանության ցուցադրմամբ, կամ գուցե պարզապես նրա տիրակալ բնույթն էր դրսևորվում ուրիշի խոցելիության պահին։ Ինչ էլ լիներ դրդապատճառը, այն, ինչ տեղի ունեցավ հետո, ընդմիշտ կնշանավորեր երկուսի կյանքը։ Մի ձայնով, որն արձագանքեց սրահում, Էդուարդը թատերական տոնով հայտարարեց, որ դա հենց այն տեսակի անպատասխանատվությունն է, որը նա չի հանդուրժում իր բիզնեսում։ Նա ուղղակիորեն դիմեց Մարինեին, որը դեռ ծնկած հավաքում էր կտորները, սկսեց մի շարք նվաստացուցիչ մեկնաբանությունները մարդկանց մասին, ովքեր չգիտեն իրենց տեղը կյանքում, թե ինչպես որոշ մարդիկ ծնվում են ծառայելու, իսկ մյուսները ծառայեցնելու համար։ Հյուրերն անհարմար նայեցին միմյանց։ Մարկոսը, լրագրողը, բնազդաբար հանեց հեռախոսը, սկսեց զգուշորեն ձայնագրել։ Նրա մասնագիտական բնազդը զգուշացնում էր, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենում։ Կարինե Բեգլարյանը հայացքը հառեց ափսեին, ակնհայտորեն շփոթված։ Դոկտոր Ֆերդինանդը փորձեց փոխել թեման, բայց Էդուարդը վճռական էր շարունակել իր ներկայացումը։ Մարինեն վերջացրեց կտորները հավաքելը, դանդաղ ոտքի կանգնեց, գլուխը կախ պահելով, ինչպես սովորել էր անել անհարմար իրավիճակներում։ Բայց Էդուարդը գոհ չէր լուռ նվաստացումից։ Նա ավելին էր ուզում։
Ուզում էր լիարժեք ներկայացում իր հյուրերի համար։ Հենց այդ ժամանակ նա թույլ տվեց այն սխալը, որը կփոխեր ամեն ինչ։ Էդուարդը բաճկոնից հանեց թանկարժեք կաշվե դրամապանակը, սկսեց հաշվել 50,000 դրամանոց թղթադրամները բոլորի առաջ։ 1, 2, 5, 10 թղթադրամ։ Ռեստորանում տիրում էր գերեզմանային լռություն։ Նույնիսկ մյուս սեղանների զրույցները դադարել էին, բոլոր ներկաները հասկանում էին, որ ինչ-որ արտասովոր բան է տեղի ունենում։ Էդուարդը մեկնեց գումարը դեպի Մարինեն, ամբարտավանություն կաթող ձայնով արեց իր առաջարկը։ 500,000 դրամ։ Մի գումար, որը ներկայացնում էր նրա գրեթե 2 ամսվա աշխատավարձը։ Այն ամենը, ինչ նա պետք է աներ, ծնկի գալն էր հենց այնտեղ, բոլորի առաջ, հրապարակավ ներողություն խնդրել, իր ընթրիքը խանգարելու համար ընդունել, որ նա բոլոր առումներով գերադաս մարդ է։ Ամբողջ ռեստորանը շունչը պահեց։ Մարինեն զգաց, թե ինչպես են ոտքերը դողում, ոչ թե վախից, այլ մի սառը զայրույթից, որը սկսեց բարձրանալ նրա հոգու խորքից։ Մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին, նա հայացքը հառեց իրեն մեկնված գումարին։ 500,000 դրամ։ Բավական գումար գրքեր գնելու, մորը օգնելու, գուցե նույնիսկ ռեստորանում մի քանի գիշեր հանգստանալու, ավելի շատ սովորելու համար։ Բայց հետո նրա մտքում մի պատկեր հայտնվեց։ Ռոզան, որն արթնանում էր առից առաջ, գրասենյակներ մաքրելու, տուն վերադառնում մեջքի ցավով ճաքճքած ձեռքերով, բայց միշտ անխախտ պահպանելով իր արժանապատվությունը։ Նրա մայրը երբեք չէր խոնարհվել ամբարտավան տնօրենների առաջ, երբեք չէր վաճառել իր հպարտությունը փողի դիմաց։ Ռոզան Մարինեին սովորեցրել էր, որ կյանքում որոշ բաներ անբանակցելի են, արժանապատվությունն այդ ցուցակի վերում էր։ Մարինեն բարձրացրեց աչքերը, հանդիպեց Էդուարդի հայացքին։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ նա ուղիղ նայեց նրան։ Նրա շագանակագույն աչքերում կար մի բան, որը ստիպեց նրան թեթակի նահանջել, մի հանգիստ ուժ, մի վճռականություն, որը նա չէր սպասում գտնել մի պարզ մատուցողուհու մեջ։ Հանգիստ, բայց տպավորիչ ամրություն կրող ձայնով Մարինեն սկսեց խոսել։ Ասաց, որ իր անունը Մարինե Սարգսյան է, որ 23 տարեկան է, Երանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի։ Պատմեց, որ աշխատում է այստեղ ավելի քան 2 տարի, իր ուսման վարձը վճարելու համար, բայց իր ինքնությունը չի սահմանափակվում այն համազգեստով, որը կրում է այդ պահին։ Հանդիսատեսը հիպնոսացած էր։ Որոշ մատուցողներ դադարեցրել էին աշխատանքը լսելու համար, մյուս հաճախորդները շշնջում էին իրար մեջ, իսկ Էդուարդի հյուրերը կարծես բաժանված էին շփոթության այս անսովոր իրավիճակի զարգացման նկատմամբ հետաքրքրության միջ։ Մարինեն շարունակեց, խոսելով իր մոր մասին, մի կնոջ, որն ամբողջ կյանքում աշխատել էր ազնվությամբ, արժանապատվությամբ, դստերը սովորեցնելով, որ մարդու իրական արժեքը չի չափվում բանկային հաշվով, այլ բնավորությամբ։ Բացատրեց, որ այնտեղ է, որովհետև հավատում է կրթությանը, որպես սոցիալական վերափոխման գործիքի, որ երազում է բժիշկ դառնալ, ծառայելու մարդկանց, ովքեր, իր ընտանիքի պես, հեշտությամբ հասանելիություն չունեն առողջապահական խնամքին։ Էդուարդը մի քանի անգամ փորձեց ընդհատել նրան, անհամբեր ժեստեր անելով, պնդելով, որ նա մոռանում է իր տեղը, բայց Մարինեն շարունակեց խոսել մի հանդարտությամբ, որը զինաթափում էր ահաբեկման ցանկացած փորձ։ Նա անհարգալից կամ ագրեսիվ չէր, պարզապես ճշմարտացի էր։ Գագաթնակետը հասավ, երբ Մարինեն ուղիղ նայեց նրա ձեռքի գումարին մի ձայնով, որն արձագանքեց ամբողջ սրահում, հայտարարեց, որ 500,000 դրամը, 500 միլիոն դրամը կամ նրա ամբողջ հարստությունը բավարար չէին լինի իր արժանապատվությունը գնելու համար։ Ասաց, որ կծնկի միայն Աստծո իր մոր իր հիվանդների առաջ, երբ բժիշկ դառնա, բայց երբեք նրա առաջ, ով փողը շփոթում է մարդկային գերազանցության հետ։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Էդուարդը տեսանելիորեն ցնցված էր, գումարը օդում պահելով, չիմանալով ինչ անել։ Նրա հյուրերը խուսափում էին ուղիղ նայել նրան, ոմանք ակնհայտորեն հուզված Մարինեի խոսքերից։ Մարկոսը շարունակում էր զգուշորեն ձայնագրել, հասկանալով, որ ականատես է լինում պատմական մի բանի։ Այնուհետ Մարինեն արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Մոտակա սեղանից վերցրեց մի անձեռոցիկ, նորից ծնկի եկավ, վերջացրեց մաքրել գետնին մնացած ապակու վերջին փշուրները։ Ոտքի կանգնեց, մեկ անգամ նայեց Էդուարդին, պարզապես ասաց, որ ցավում է պատահարի համար, բայց կշարունակի իր աշխատանքը կատարել նույն նվիրումով, ինչ միշտ։ Շրջվեց, սկսեց քայլել դեպի խոհանոց մի ուղիղ կեցվածքով, որը բնական ազնվականություն էր ճառագում։ Նրա յուրաքանչյուր քայլը արձագանքում էր ռեստորանի բացարձակ լռության մեջ։
Երբեք մի մատուցողուհի այսքան ուշադրություն չէր գրավել փարավոն, երբեք արժանապատվության դասն այսքան պերճախոս հզոր կերպով չէր մատուցվել։ Էդուարդը կանգնած մնաց այնտեղ, գումարը դեռ մեկնած, կարծես մի դերասան, որը մոռացել էր իր խոսքերը թատերական ներկայացման մեջտեղում։ Ամբարտավանությունը տեղը զիջել էր շփոթության արտահայտության, երկար ժամանակ անց առաջին անգամ նա իրեն փոքր զգաց մեկի առաջ, ով տեսականորեն իրենից շատ ավելի քիչ ուներ։ Դոկտոր Ֆերդինանդն առաջինը խախտեց լռությունը, հազալով առաջարկելով, որ գուցե ժամանակն է աղանդեր պատվիրել։ Կարինե Բեգլարյանն արագ համաձայնեց, անհամբեր փոխելով զրույցի ուղղությունը։ Բայց մթնոլորտն անդառնալիորեն փոխվել էր։ Հյուրերի ստիպված ծիծաղը չէր կարողանում քողարկել հավաքական անհարմարությունը։ Լուսինեն, բանկի տնօրենը, Էդուարդին նայեց մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել, հիասթափության ամոթի խառնուրդ։ Անդրանիկը, տեխնոլոգիական ոլորտի գործարարը, նյարդային կերպով խաղում էր հեռախոսի հետ, ակնհայտորեն ցանկանալով լինել ցանկացած այլ վայրում։ Նույնիսկ Ռուբենը, նրա ամենահին բիզնես գործընկերը, խուսափում էր ուղիղ տեսողական շփումից։ Էդուարդը դանդաղ պահեց գումարը, փորձելով վերականգնել ինքնատիրապետումը, բայց գիտեր, որ այդ պահին ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Իշխանության դինամիկան, որը նա միշտ հեշտությամբ տիրապետել էր, հանկարծ կարծես թե շրջվել էր մի երիտասարդ աղջկա կողմից, որը մեկ ամսում վաստակում էր այն, ինչ նա ծախսում էր մեկ շիշ գինու վրա։ Խոհանոցում Մարինեն ձեռքերը հենեց չժանգոտվող պողպատից սեղանին, խորը շունչ քաշեց։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, ոչ թե վախից, այլ ադրենալինից, որը դեռ հոսում էր նրա երակներով։ Գիտեր, որ հավանաբար մինչ գիշերվա վերջ կազատվի աշխատանքից, բայց տարօրինակ կերպով իրեն ավելի թեթ էր զգում, քան երկար ժամանակ զգացել էր։ Կարենը, մատուցողը, որը նախկինում սայթաքել էր, մոտեցավ նրան հիացմունքով փայլող աչքերով։ Շշնջաց, որ 15 տարվա աշխատանքի ընթացքում ռեստորաններում երբեք նման բան չէր տեսել։ Մյուս աշխատակիցները նույնպես մոտեցան, ոմանք թփթփացնում էին նրա մեջքին, մյուսները պարզապես հպարտությամբ ժպտում էին։ Նարեկը հայտնվեց խոհանոցում զայրույթից անհանգստությունից կարմրած դեմքով։ Սկսեց բղավելով կշտամբել Մարինեին, ասելով, որ նա փչացրել է ռեստորանի հեղինակությունը անմիջապես կազատվի աշխատանքից։ Բայց նրա ձայնը խլացվեց մյուս աշխատակիցների կողմից, որոնք առաջին անգամ միավորվեցին, պաշտպանելու իրենց գործընկերուհուն։ Մինչդեռ սրահում Մարկոսը զգուշորեն ավարտում էր իր ձայնագրությունը, տեսանյութը ուղարկում ամպային պահոց։ Նրա լրագրողական բնազդը որսացել էր ինչ-որ յուրահատուկ բան, մի բան, որը գերազանցում էր հաճախորդի աշխատակցի միջ պարզ վեճը։ Նա ականատես էր եղել մաքուր ճշմարտության մի պահի, արժանապատվության մի դասի, որն արժանի էր կիսվել աշխարհի հետ։ Էդուարդը փորձեց վերականգնել իրավիճակի վերահսկողությունը, ավելի շատ գինի պատվիրելով ստիպելով զրուցել բիզնեսի մասին, բայց երեկոյի հմայքն ամբողջովին կորել էր։ Նրա հյուրերը մեխանիկորեն մասնակցում էին զրույցներին, ակնհայտորեն տպավորված իրենց տեսածով։ Երիտասարդ մատուցողուհու պատկերը, որն այդքան պերճախոսությամբ քաջությամբ խոսում էր, շարունակում էր արձագանքել բոլորի մտքում։ Պատրիցիան, տեքստիլ արդյունաբերության ժառանգորդուհին, չէր կարողանում դադարել մտածել հավաքարար մոր պատմության մասին, որը պատմել էր Մարինեն։ Կարինեն մտածում էր, թե քանի անգամ էր անտեսել աշխատակիցներին իր սեփական ընկերությունում, նրանց վերաբերվելով կարծես անտեսանելի լինեին։ Դոկտոր Ֆերդինանդը ներքուստ հարց էր տալիս, թե քանի անարդարությունների էր ականատես եղել լուռ իր կարիերայի ընթացքում։ Ընթրիքն ավարտվեց կտրուկ անհարմար կերպով։ Էդուարդը պնդեց արագ վճարել հաշիվը հնարավորինս շուտ հեռանալ ռեստորանից, բայց գիտեր, որ չի կարողանա ջնջել հիշողությունից այն, ինչ տեղի էր ունեցել։ Երկար ժամանակ անց առաջին անգամ ինչ-որ մեկը նայել էր նրա բանկային հաշվից այն կողմ տեսել այն մարդուն, որն ինքն իրականում էր, ըստ երույթին, նրան դուր չէր եկել տեսածը։ Երբ խումբը վերջապես լքեց, փարավոնը, ամբողջ ռեստորանը կարծես թեթացած հոգոց հանեց։ Մարինեին կանչեցին Նարեկի գրասենյակ, պատրաստ լինելով ստանալ իր աշխատանքից ազատումը, բայց հանդիպեց անսպասելի իրավիճակի։ Մի քանի աշխատակիցներ հավաքվել էին սպառնացել գործադուլ անել, եթե նրան ազատեն։ Նույնիսկ շեֆ Բեռնարը, որը հազվադեպ էր խառնվում վարչական հարցերին, հայտարարել էր, որ Մարինեի ազատումը կհամարի անձնական վիրավորանք։ Նարեկը երկու կրակի արանքում էր։ Գիտեր, որ Էդուարդը կարևոր հաճախորդ է, բայց նա հասկանում էր, որ Մարինեն նվաճել էր մի հազվագյուտ բան ծառայությունների աշխարհում, իր գործընկերների անկեղծ հարգանքը։ Որոշեց Մարինեին պահել աշխատանքում, բայց զգուշացրեց, որ ցանկացած այլ միջադեպ կհանգեցնի անհապաղ ազատման։
Մարինեն քաղաքավարի շնորհակալություն հայտնեց այդ գիշեր տուն վերադարձավ մի տարօրինակ զգացողությամբ, որ հատել է մի անտեսանելի գիծ։ Դեռ չգիտեր, որ մի քանի ժամից իր կյանքը բոլորովին այլ ուղղություն կվերցնի։ Որ այդ մի քանի րոպեի քաջությունը մի ամբարտավան գործարարի առաջ կլինի մի վերափոխման կատալիզատոր, որը կազդի ոչ միայն իր սեփական գոյության, այլ մի մարդու գոյության վրա, որը սովորել էր շփոթել իշխանությունը մարդկային արժեքի հետ։ Մարկոսի տեսանյութն արդեն բեռնվում էր համացանցում, պատրաստ աշխարհին ցույց տալու, որ երբեմն իսկական ազնվականությունը ոչ մի կապ չունի տիտղոսների կամ փողի հետ, այլ կանգուն մնալու քաջության հետ, երբ ամեն ինչ դավադրում է, որ դու ծնկի գաս։ Հաջորդ առավոտ Մարինեն արթնացավ կրծքում մի տարօրինակ զգացողությամբ, կարծես գիշերվա ընթացքում ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Ուրբաթ օրվա առավոտյան ժամը 6-ն էր, նա 2 ժամից պետք է համալսարանում լիներ սիրտ-անոթային վիրաբուժության դասի համար։ Բայց ի տարբերություն մյուս օրերի, չէր կարողանում կենտրոնանալ այն գրքերի վրա, որոնք սովորաբար ուսումնասիրում էր նախաճաշի ընթացքում։ Ռոզան սուրճ էր պատրաստում, երբ նկատեց, որ դուստրը տարբեր տեսք ունի։ Մարինեի կեցվածքում կար մի բան, մի հանդարտություն, որը նա երկար ժամանակ չէր տեսել։ Պարզ նախաճաշի, կարագով հացի սուրճի ընթացքում Մարինեն մորը պատմեց նախորդ գիշերվա իրադարձությունների մասին։ Յուրաքանչյուր բառը խնամքով էր ընտրված, բայց Ռոզան կարող էր զգալ զուսպ պատմվածքի հետում թաքնված հուզմունքը։ Երբ Մարինեն ավարտեց Էդուարդ Կարապետյանի հետ առճակատման մասին պատմությունը, Ռոզան երկար րոպեներ լուռ մնաց։ Հետո վեր կացավ խոհանոցի փոքրիկ սեղանից, գրկեց դստերը շշնջաց նրա ականջին, որ հպարտ է, որ նրան մեծացրել է։ Ասաց, որ Մարինեն արել է հենց այն, ինչ ինքը կաներ նման իրավիճակում, որ աշխարհում ոչ մի գումար ավելի արժեքավոր չէր լինի, քան այն արժանապատվությունը, որը նրանք միասին կառուցել էին տարիների ընթացքում։ Հենց այդ պահին, մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա, Էդուարդ Կարապետյանը շատ տարբեր առավոտ էր ունենում։ Նախորդ գիշեր տուն էր հասել մի գրգռված վիճակում, որը չէր կարողանում լիովին բացատրել։ 2 բաժակ վիսկի էր խմել նախքան քնելը, բայց քունը անհանգիստ էր եղել, խանգարված տարօրինակ երազներով, որտեղ մի երիտասարդ մատուցողուհի խոսում էր մի պերճախոսությամբ, որը նրան անխոս էր թողնում։ Էդուարդը միայնակ էր ապրում կենտրոնի մի պենթհաուսում, 400 քառակուսի մետր տարածք, որը ձավորել էր Երանի ամենահայտնի ճարտարապետներից մեկը։ Այնտեղ ամեն ինչ շքեղություն բացառիկություն էր շնչում, բայց այդ առավոտ, արթնանալով նայելով ամբողջ քաղաքը ցույց տվող համայնապատկերային պատուհանից, նա իրեն տարօրինակ կերպով դատարկ զգաց։ Նրա առավոտյան առօրյան միշտ ներառում էր հիմնական տնտեսական թերթերի ընթերցումը, մինչ խմում էր իր տնային տնտեսուհու, տիկին Կարմենի պատրաստած սուրճը, որն աշխատում էր նրա մոտ ավելի քան 10 տարի։ Բայց այդ օրը, նույնիսկ փորձելով կենտրոնանալ ֆինանսական շուկայի մասին նորությունների վրա, նրա միտքը շարունակում էր վերադառնալ նախորդ գիշերվա իրադարձություններին։ Հավաքարար մոր մասին խոսող Մարինեի պատկերը նրան անհանգստացնում էր մի կերպ, որը նա չէր կարողանում բանականացնել։ Էդուարդը մեծացել էր միջինից բարձր դասի ընտանիքում, հաջողակ արդյունաբերողի որդի, միշտ իր սոցիալական վերելքը համարել էր բնական արժանի։ Երբեք անկեղծորեն չէր մտածել այն մարդկանց մասին, ովքեր սպասարկում էին ռեստորաններում, մաքրում գրասենյակները կամ աշխատում էին այնպիսի պաշտոններում, որոնք նա համարում էր ավելի ցածր։ Նրա առավոտյան մտորումներն ընդհատվեցին հեռախոսի համար զանգով։ Դա Ռուբեն Մելիքյանն էր, նրա բիզնես գործընկերը, որը ներկա էր եղել նախորդ գիշերվա ընթրիքին։ Ռուբենի ձայնը լարված էր, գրեթե հրատապ, խնդրելով, որ Էդուարդն անմիջապես ստուգի իր սոցիալական ցանցերը։ Կար մի բան, որ նա պետք է տեսներ։ Էդուարդը շատ ակտիվ չէր սոցիալական ցանցերում, այդ գործը թողնում էր իր մարքեթինգի թիմին, բայց բացեց Ինստագրամի հավելվածը իր հեռախոսում անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Կային տասնյակ ծանուցումներ, հարյուրավոր անձնական հաղորդագրություններ, նրա անունը նշվում էր գրառումներում, որոնք նա սկզբում չէր կարողանում հասկանալ։ Հենց այդ ժամանակ նա գտավ տեսանյութը։ Մարկոս Ոսկանյանը, լրագրողը, որը ներկա էր եղել ընթրիքին, տեղադրել էր Մարինեի հետ առճակատման ամբողջական ձայնագրությունը։ Տեսանյութն արդեն 50,000-ից ավելի դիտում ուներ, արագորեն տարածվում էր։ Նկարագրությունը պարզ էր, բայց կործանարար։ Երբ արժանապատվությունը հանդիպում է ամբարտավանությանը։ Կյանքի դաս, որը բոլորս պետք է տեսնենք։ Էդուարդը զգաց, թե ինչպես սառեց արյունը երակներում, մինչ դիտում էր, թե ինչպես է ինքը գումար առաջարկում, որպեսզի Մարինեն ծնկի գա։ Տեսավ սեփական ամբարտավանությունը, արտացոլված կոպիտ առանց ստիչների, լսեց իր ձայնը, որը արամարանք գերազանցություն էր կաթում։
Բայց այն, ինչն իրականում ցնցեց նրան, Մարինեի պատասխանն էր, այդքան նրբագեղությամբ ամրությամբ։ Հեռախոսի էկրանին նա շատ ավելի արժանապատիվ ազնվական տեսք ուներ, քան ինքը։ Տեսանյութի մեկնաբանությունները ջարդ էին։ Բոլոր սոցիալական դասերի մարդիկ արտահայտում էին իրենց վրդովմունքը նրա պահվածքի վերաբերյալ, կիսվում էին աշխատանքում նվաստացման իրենց սեփական պատմություններով, գովաբանում Մարինեի քաջությունը։ Որոշ մեկնաբանություններ հատկապես ցավոտ էին, նրան համեմատելով չարաշահող պահվածքով հայտնի այլ գործարարների հետ հարցականի տակ դնելով, թե ինչպես կարող է այդքան տնտեսական հզորություն ունեցող մեկը այդքան քիչ կուլտուրա ունենալ։ Էդուարդը փորձեց զանգահարել Մարկոսին, պահանջելով, որ տեսանյութը հեռացվի, բայց լրագրողը ուղիղ ասաց, որ դա հանրային հետաքրքրություն է ներկայացնում, որ չի հեռացնի հրապարակումը։ Բացատրեց, որ որպես լրագրող պարտավոր է ցույց տալ այնպիսի պահվածք, որն արտացոլում է ավելի լայն սոցիալական խնդիրներ, հատկապես ազդեցիկ հանրային դեմքերի կողմից։ Մինչ Էդուարդը բախվում էր իր առաջին իրական իմիջային ճգնաժամին, Մարինեն համալսարանում էր, դիտելով սիրտ-անոթային վիրաբուժության դասը, բոլորովին անտեղյակ իր շուրջը ձավորվող թվային փոթորկից։ Նրա համակուրսեցիները կարծես անհանգիստ էին, շշնջում էին իրար մեջ նայում հեռախոսներին, բայց Մարինեն կենտրոնացած էր դասախոսի բացատրությունների վրա, կորոնար շրջանցման տեխնիկաների մասին։ Դասերի միջ ընդմիջմանն էր, որ ամեն ինչ փոխվեց նա Մարինեի համար։ Ֆերնանդան, համակուրսեցին, մոտեցավ նրան հեռախոսը ձեռքին զարմանքի արտահայտությամբ դեմքին։ Հարցրեց, թե Մարինեն տեսել է այն տեսանյութը, որը վիրուսային էր դարձել մի մատուցողուհու մասին, որը դիմակայել էր մի միլիոնատեր գործարարի։ Մարինեն պատասխանեց ոչ, պատկերացնելով, որ դա պարզապես սոցիալական ցանցերում ամեն օր շրջանառվող բազմաթիվ տեսանյութերից մեկն է։ Երբ Ֆերնանդան ցույց տվեց տեսանյութը, Մարինեն զգաց, կարծես գետինը փախել է ոտքերի տակից։ Դա ինքն էր։ Դա իր ձայնն էր, որը խոսում էր արժանապատվության մասին, իր խոսքերն էին իր մոր մասին, իր ամուր կեցվածքն էր Էդուարդ Կարապետյանի առաջ։ Եվ ամբողջ աշխարհը դիտում էր։ Մի քանի րոպեի ընթացքում Մարինեն շրջապատված էր համակուրսեցիներով, որոնք ճանաչել էին տեսանյութը։ Ոմանք հիացմունք էին հայտնում նրա քաջության համար, մյուսները հարցեր էին տալիս փարավոն ում աշխատելու մասին, բոլորը ուզում էին իմանալ, թե ինչպես են ազգում հանկարծակի հանրայնացման կապակցությամբ։ Մարինեն իրեն զգաց բացահայտված խոցելի մի կերպ, որը երբեք չէր զգացել։ Տեսանյութը շարունակում էր թափ հավաքել օրվա ընթացքում։ Թվային ազդեցիկ դեմքերը սկսեցին մեկնաբանել դեպքը, լրագրողները հարցազրույցներ էին խնդրում, նույնիսկ քաղաքական գործիչներն օգտագործում էին դրվագը, սոցիալական անհավասարության մասին խոսելու համար։ Մարինե Սարգսյանը, որը 2 տարի փորձել էր անտեսանելի մնալ փարավոն ում, հանկարծ դարձավ արժանապատվության աշխատանքային իրավունքների մասին ազգային քննարկման դեմքը։ Էդուարդը իր հերթին բախվում էր ավելի անմիջական խիստ հետանքների։ Նրա մամուլի ծառայությունը ռմբակոծվում էր հարցազրույցների հայտարարությունների խնդրանքներով։ Կորպորատիվ հաճախորդները սկսեցին զանգահարել, հարցնելով, թե արդյոք ուզում են շարունակել բիզնես անել մեկի հետ, ով այդքան անհարգալից է վերաբերվում աշխատակիցներին։ Նրա հիմնական ընկերությունների բաժնետոմսերը սկսեցին ընկնել ֆոնդային բորսայում։ Այն, ինչն ամենաշատը ցավեցրեց Էդուարդին, իրեն մոտ մարդկանց արձագանքն էր։ Լուսինեն, բանկի տնօրենը, որը ներկա էր եղել ընթրիքին, զանգահարեց չեղարկելու մի կարևոր հանդիպում, որը նրանք նշանակել էին հաջորդ շաբաթվա համար։ Կարինե Բեգլարյանը, գովազդային գործակալությունից, պաշտոնական հաղորդագրություն ուղարկեց, տեղեկացնելով, որ իր գործակալությունն այլևս չի կարող ներկայացնել նրա ընկերությունները, կորպորատիվ արժեքների բախման պատճառով։ Բայց զանգը, որն ամենաշատը ցնցեց նրան, իր մորից էր, տիկին Հեղինեից, 75 տարեկան մի կնոջից, որն ապրում էր Դիլիջանի մերձակայքում գտնվող մի ամառանոցում։ Նա տեսանյութը տեսել էր թորնուհու միջոցով, որը ցույց էր տվել իր հեռախոսով, զանգահարել էր Էդուարդին մի ձայնով, որը նա երկար ժամանակ չէր լսել, հիասթափված մոր ձայնը, որը նա ճանաչում էր մանկուց, երբ ինչ-որ սխալ բան էր անում։ Տիկին Հեղինեն չբղավեց դրամատիկ մեղադրանքներ չարեց։ Պարզապես ասաց, որ չի ճանաչում այն որդուն, որին մեծացրել էր, տեսանյութում տեսած մարդու մեջ։ Պատմեց, որ ամբողջ գիշեր հիշել էր, թե ինչպիսին էր Էդուարդը մանուկ ժամանակ, զգայուն տղա, որը լաց էր լինում, երբ անարդարություն էր տեսնում, որը միշտ պաշտպանում էր դպրոցի ավելի թույլ ընկերներին։ Հարցրեց, թե երբ ինչու է նա դարձել մեկը, ով ունակ է նվաստացնել մի երիտասարդ աշխատավոր կնոջ։ Մոր հետ զրույցը Էդուարդի համար շրջադարձային կետ եղավ։ Տարիներ անց առաջին անգամ նա ստիպված էր նայել իրեն, առանց հաջողության, փողի իշխանության ստիճների։
Այն մարդը, որին նա դիտում էր իր շքեղ պենթհաուսի հայելու մեջ, նույնը չէր, որին մայրը մեծացրել էր այդքան քնքշությամբ։ Հարստության հաջողության ճանապարհին ինչ-որ տեղ նա կորցրել էր իր մարդկայնության էական մի մասը։ Մինչդեռ Մարինեն բացահայտում էր, որ հանկարծակի փառքը անսպասելի բարդություններ է բերում։ Լրագրողները սկսեցին հայտնվել համալսարանում, փարավոն ում նրան փնտրելով։ Ոմանք հարցազրույցներ էին ուզում, մյուսները պարզապես ուզում էին հաստատել նրա կյանքի մասին մանրամասներ։ Ուշադրությունը ինտենսիվ անհարմար էր մեկի համար, ով սովոր էր ապրել կուլիսներում։ Հիվանդանոցը, որտեղ Մարինեն կամավորական աշխատանք էր կատարում, նույնպես փնտրվեց մամուլի կողմից։ Դոկտոր Հրաչյա Մուրադյանը, բժշկական տնօրենը, որը վերահսկում էր կամավոր ուսանողներին, դիտել էր տեսանյութը տպավորվել ոչ միայն Մարինեի քաջությամբ, այլ բժշկության սոցիալական ծառայության մասին նրա խոսքերի հստակությամբ։ Նա իր կարիերայի ընթացքում շատ փայլուն ուսանողների էր հանդիպել, բայց քչերն էին ցուցաբերում բժշկության սոցիալական պատասխանատվության այդքան խորը ընկալում։ Հենց դոկտոր Մուրադյանն էր, որ նախաձեռնեց զանգահարել Մարինեին այդ կեսօրին, խնդրելով, որ նա հաջորդ օրը ներկայանա հիվանդանոց կարևոր զրույցի համար։ Նա հեռախոսով չբացահայտեց պատճառը, բայց նրա ձայնում կար մի բան, որը Մարինեին ստիպեց զգալ, որ դա միայն սովորական կամավորական աշխատանքի մասին չէ։ Էդուարդն օրվա մնացած մասն անցկացրեց, ստանալով զանգեր իր հանրային կապերի թիմից, փորձելով մշակել ռազմավարություն իմիջային ճգնաժամը զսպելու համար։ Նրա առաջին արձագանքը դատական հայցեր, տեսանյութը հեռացնելու փորձեր կամ ազդեցությունը նվազեցնելու արշավներ դիտարկելն էր։ Բայց ամեն անգամ, երբ նորից դիտում էր տեսանյութը, հասկանում էր, որ Մարինեի վրա հարձակվելու ցանկացած փորձ միայն կհաստատեր իր մասին ստեղծված բացասական պատկերը։ Երեկոյան Էդուարդը միայնակ էր իր պենթհաուսում, նայելով լուսավորված քաղաքին համայնապատկերային պատուհաններից։ Սովորաբար այդ տեսարանը նրան ստիպում էր իրեն հզոր զգալ, ինչպես թագավոր, որը դիտում է իր թագավորությունը։ Բայց այդ գիշեր այն ամենը, ինչ կարողանում էր տեսնել, միլիոնավոր մարդիկ էին, որոնք ապրում էին իրենց կյանքով, քրտնաջան աշխատում, պայքարում արժանապատվության հարգանքի համար, մարդիկ, ինչպիսիք Մարինեն էր, մարդիկ, ինչպիսիք նրա մայրն էր, մարդիկ, որոնց նա անտեսել կամ արամարել էր իր ողջ հաջողության ճանապարհին։ Մարինեն նույնպես անհանգիստ գիշեր անցկացրեց, բայց այլ պատճառներով։ Ռոզան տեսանյութը դիտել էր հարանուհու հեռախոսով տուն էր եկել միաժամանակ հուզված անհանգստացած։ Հուզված տեսնելով, թե ինչպես է դուստրը պաշտպանում այն արժեքները, որոնք նա փորձել էր սովորեցնել, բայց անհանգստացած հանրայնացումից հնարավոր բացասական հետանքներից։ Մայր ու աղջիկ մինչ ուշ գիշեր զրուցեցին, նստած շենքավիթի իրենց տան փոքրիկ հյուրասենյակում։ Ռոզան կիսվեց իր սեփական կյանքի պատմություններով, պահերով, երբ բախվել էր դժվար տնօրենների նվաստացուցիչ իրավիճակների, բայց միշտ փորձելով անխախտ պահպանել արժանապատվությունը։ Մարինեն հասկացավ, որ այն ուժը, որը նա ցուցաբերել էր ռեստորանում, միայն իրենը չէր, դա աշխատավոր կանանց սերունդների ժառանգություն էր, որոնք հրաժարվել էին խոնարհվել ուրիշի ամբարտավանության առաջ։ Հաջորդ առավոտ, շաբաթ օրը, տեսանյութն արդեն գերազանցել էր 500,000 դիտումը մեկնաբանվում էր հեռուստատեսային հաղորդումներում։ Էդուարդն արթնացավ, պարզելով, որ իր պատմությունը երկրի երկու հիմնական թերթերի առաջին էջում է։ Վերնագրերը կործանարար էին։ Ամբարտավանության գինը, երբ փողը արժանապատվություն չի գնում։ Մարինեն իր հերթին արթնացավ մի առավոտի, որը ընդմիշտ կփոխեր նրա ակադեմիական մասնագիտական կյանքի ուղղությունը։ Հիվանդանոցում դոկտոր Մուրադյանի հետ հանդիպումը կբացահայտեր հնարավորություններ, որոնք նա երբեք չէր պատկերացրել։ Էդուարդը նույնպես պետք է հիմնարար որոշումներ կայացներ, թե ով էր ուզում լինել այսուհետ։ Տեսանյութը դարձել էր ավելին, քան պարզապես մի անհարմար պահի գրառում։ Այն վերածվել էր երկու գլխավոր հերոսների կյանքում խորը փոփոխությունների կատալիզատորի։ Մարինեն կբացահայտեր, որ երբեմն մեր արժեքները պաշտպանելու քաջությունը կարող է անսպասելի դռներ բացել։ Էդուարդը կսովորեր, որ իսկական ուժը չի գալիս ուրիշներին նվաստացնելու ունակությունից, այլ մեր սխալներն ընդունելու դրանք ուղղելու համար աշխատելու ունակությունից։ Երան քաղաքը, իր հարստության աղքատության ծայրահեղ հակադրություններով, իր պայքարի հաղթահարման պատմություններով, ականատես էր եղել արժանապատվության ամբարտավանության միջ հավերժական պայքարից մեկ գլխի։ Եվ այս անգամ արժանապատվությունը հաղթել էր անվիճելի կերպով, արձագանքելով սոցիալական ցանցերի միջոցով հուզելով միլիոնավոր մարդկանց սրտերը, ովքեր նույնպես ամեն օր պայքարում էին իրենց արժանապատվությունն անխախտ պահելու համար մի աշխարհում, որը միշտ չէ, որ գնահատում է մարդկային պարկեշտությունը։
Երանի պետական բժշկական համալսարանին կից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրը հատկապես մարդաշատ էր այդ շաբաթ առավոտ, երբ Մարինեն ժամանեց դոկտոր Հրաչյա Մուրադյանի հետ հանդիպման։ Նա նախորդ գիշերն անցկացրել էր, փորձելով պատկերացնել, թե ինչ կարող էր բժշկական տնօրենը ցանկանալ քննարկել իր հետ, տատանվելով հույսի անհանգստության մեջ։ Տեսանյութի արձագանքը դեռ նրան անհարմարություն էր պատճառում, բայց նրա մի մասը զգում էր, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու։ Դոկտոր Մուրադյանը 62 տարեկան մի տղամարդ էր, ալեխառն մազերով, բարի աչքերով, որոնք անմիջապես վստահություն էին ներշնչում։ Նա իր կյանքի ավելի քան 30 տարին նվիրել էր հանրային բժշկությանը, հայտնի էր ոչ միայն իր տեխնիկական հմտությամբ, այլ այն մարդասիրական ձով, որով վերաբերվում էր ինչպես հիվանդներին, այնպես էլ ուսանողներին։ Նա հետել էր Մարինեի կամավորական աշխատանքին վերջին 8 ամիսների ընթացքում, տպավորվել էր նրա նվիրումով, զգայունությամբ ամենաանապահով հիվանդներին սպասարկելիս։ Մարինեն ճիշտ առավոտյան ժամը 9-ին թակեց դոկտոր Մուրադյանի գրասենյակի դուռը։ Ներս մտնելով նա գտավ ոչ միայն բժշկական տնօրենին, այլ երկու այլ մարդկանց, որոնց չէր ճանաչում՝ դոկտոր Կլարա Սահակյանին, համալսարանի գերազանցության կրթաթոշակների ծրագրի համակարգողին, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանին, ԵՊ ակադեմիական հարցերով պրոռեկտորին։ Դոկտոր Մուրադյանը Մարինեին հրավիրեց նստելու, սկսեց զրույցը, բացատրելով, որ դիտել է սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութը։ Մարինեն զգաց, թե ինչպես կարմրեց դեմքը, պատրաստվելով ինչ-որ տեսակի կշտամբանքի, համալսարանը հրապարակայնորեն ներկայացնելու համար, իր ուսանողի դիրքի միջոցով։ Բայց այն, ինչ նա լսեց հետո, բոլորովին տարբեր էր նրա սպասածից։ Դոկտոր Մուրադյանն ասաց, որ խորապես տպավորվել է ոչ միայն Մարինեի ցուցաբերած քաջությամբ, այլ հատկապես այն պերճախոսությամբ, որով նա խոսել է բժշկության, սոցիալական պատասխանատվության, բժշկական մասնագիտության իրական նպատակի մասին։ Բացատրեց, որ ավելի քան 3 տասնամյակ ուսանողների հետ աշխատելով հազվադեպ է հանդիպել մեկին, ով այդքան խորապես հասկանում է բժշկության մարդասիրական էությունը։ Այնուհետ խոսքը վերցրեց դոկտոր Կլարան, բացատրելով, որ համալսարանը ստեղծել է գերազանցության կրթաթոշակների հատուկ ծրագիր, նախատեսված այն ուսանողների համար, ովքեր համատեղում են բացառիկ ակադեմիական առաջադիմությունը սոցիալական պարտավորվածության հստակ դրսևորման հետ։ Մարինեն ընտրվել էր այս ծրագրին մասնակցելու համար, որը ներառում էր ոչ միայն նրա ուսման համար ամբողջական ֆինանսական աջակցություն, այլ ապրուստի կրթաթոշակ, որը թույլ կտար նրան բացառապես նվիրվել ուսմանը, բժշկական գործունեությանը։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները հավաքվում աչքերում, մինչ մշակում էր տեղեկատվությունը։ Կրթաթոշակը նշանակում էր, որ նա կարող էր թողնել աշխատանքը փարավոն ուղում, ամբողջությամբ նվիրվել ուսմանը, դեռ հնարավորություն ունենալ ֆինանսապես օգնել մորը։ Դա ավելին էր, քան նա երազել էր իր ամենալավատեսական պահերին։ Պրոֆեսոր Հովհաննեսն ավելացրեց, որ համալսարանը կցանկանար նրան հրավիրել լինելու ծրագրի ուսանողական դեսպան, կիսվելով իր պատմությամբ, փորձով համեստ ծագում ունեցող այլ ուսանողների հետ, որոնք ընդունվում են համալսարան։ Բացատրեց, որ նրա պատմությունը հուզել է ոչ միայն ակադեմիական համայնքին, այլ ողջ հասարակությանը, որ նա կարող է ոգեշնչում լինել նմանատիպ դժվարությունների բախվող երիտասարդների համար։ Մարինեն ընդունեց առաջարկը երախտագիտությամբ, բայց նա այն պատասխանատվությամբ, որը զգում էր հնարավորության կշռի համար։ Գիտեր, որ իր պատմությունը հանրային էր դարձել անսպասելի կերպով, բայց այժմ հասկանում էր, որ կարող է օգտագործել այդ հանրայնությունը դրական բանի համար, ցույց տալու այլ երիտասարդների, որ կրթությունն իսկապես սոցիալական վերափոխման հնարավոր ուղի է։ Մինչ Մարինեն ապրում էր այս վերափոխիչ պահը հիվանդանոցում, Էդուարդն անցնում էր իր սեփական մտորումների ճանապարհը շատ տարբեր վայրում։ Նա որոշել էր այցելել մորը Դիլիջանի ամառանոցում, մի ճանապարհորդություն, որը գրեթե 1 տարի չէր կատարել։ 15 հեկտարանոց գյուղական կալվածքը գնել էր հայրը 70-ականներին, որպես Երանի աշխույժ կյանքից ապաստան, Էդուարդն իր մանկության պատանեկության ընթացքում շատ երջանիկ հանգստյան օրեր էր անցկացրել այնտեղ։ Տիկին Հեղինեն խնամում էր իր վարդերը, երբ տեսավ որդու մեքենան, որը մոտենում էր հողոտ ճանապարհով։ 75 տարեկանում նա պահպանում էր նույն էներգիան, վճռականությունը, որն օգտագործել էր Էդուարդին նրա երկու քույրերին մեծացնելու համար։ Նա 40 տարի եղել էր տարրական դպրոցի ուսուցչուհի, միշտ եղել էր ամուր սկզբունքներով, անխախտ արժեքներով կին։ Մոր-որդու հանդիպումը սկզբում լարված էր։ Էդուարդը փորձեց նվազեցնել տեսանյութի արձագանքը, պնդելով, որ իրավիճակը խեղաթյուրվել է լրատվամիջոցների կողմից, բայց տիկին Հեղինեն չհամոզվեց։ Այն մեղմ ամրությամբ, որը միշտ բնորոշ էր նրան, նա ասաց որդուն, որ բազմիցս դիտել է տեսանյութը, որ ոչ մի հնարավոր խեղաթյուրում չի կարող արդարացնել այն պահվածքը, որը նա ցուցաբերել էր։
Նստած ամառանոցի պատշգամբում կանաչ արոտավայրերի արհեստական լճի տեսարանով, որը հայրն էր կառուցել, մայր ու որդի ունեցան ամենաանկեղծ զրույցներից մեկը, որը կիսել էին տասնամյակների ընթացքում։ Տիկին Հեղինեն պատմեց Էդուարդի մանկության պատմություններ, որոնք նա մոռացել էր, պահեր, երբ նա բացառիկ զգայունություն էր ցուցաբերում ավելի քիչ բարեկեցիկ մարդկանց նկատմամբ, նրա բնական վրդովմունքն անարդարությունների դեմ, նրա անկեղծ կարեկցանքը տառապողների հանդեպ։ Էդուարդը հիշեց մի առանձնահատուկ դրվագ, որը մայրը նշեց։ 12 տարեկանում նա օգտագործել էր իր ամբողջ խնայած գումարը, դեղեր գնելու համար ընտանիքի տանն աշխատող տնային տնտեսուհու որդու համար։ Երեխան հիվանդ էր, մայրը չուներ բուժումը վճարելու հնարավորություն։ Էդուարդը ոչ միայն գնել էր դեղերը, այլ համոզել էր ծնողներին ֆինանսապես օգնել ընտանիքին։ Տիկին Հեղինեն հարցրեց որդուն, թե երբ ինչու է նա կորցրել այդ բնական կարեկցանքը։ Էդուարդը փորձեց բացատրել, որ բիզնեսի աշխարհը տարբեր է, որ հաջողությունը պահանջում է ավելի կոշտ դիրքորոշում, բայց նրա արդարացումները դատարկ էին հնչում նույնիսկ իր համար։ Տարիներ անց առաջին անգամ նա թույլ տվեց իրեն հարցականի տակ դնել, թե արդյոք ֆինանսական հաջողության գինը չափազանց բարձր չի եղել։ Զրույցը ձգվեց ամբողջ կեսօր։ Տիկին Հեղինեն պատմեց այն դժվարությունների մասին, որոնց նա ամուսինը բախվել էին արժանապատիվ կյանք կառուցելու համար, այն արժեքների մասին, որոնք փորձել էին փոխանցել երեխաներին, այն հիասթափության մասին, որը զգացել էր, տեսնելով այն մարդուն, որին վերածվել էր Էդուարդը։ Դրանք դատապարտման խոսքեր չէին, այլ մի մոր խոսքեր, որը որդու մեջ տեսնում էր քավության ներուժ, ուզում էր օգնել նրան գտնել դեպի իրեն վերադարձի ճանապարհը։ Էդուարդը գիշերն անցկացրեց ամառանոցում, մի բան, որը տարիներ շարունակ չէր արել։ Քնեց իր պատանեկության նույն սենյակում, նայելով առաստաղին, որտեղ դեռ փակցված էին մի քանի լուսարձակող աստղեր, որոնք նա դրել էր այնտեղ 15 տարեկանում։ Այդ միջավայրի պարզությունը կտրուկ հակադրվում էր Երանի իր պենթհաուսի շքեղությանը, բայց բերեց մի խաղաղություն, որը նա երկար ժամանակ չէր զգացել։ Կիրակի առավոտյան Էդուարդը վաղ արթնացավ, քայլեց կալվածքով, վերայցելելով իր մանկության վայրերը։ Փոքրիկ լճի մոտ նա հիշեց հոր հետ ձկնորսության կեսօրները, որը միշտ օգտվում էր այդ պահերից, բնավորության ազնվության մասին դասեր տալու համար։ Մոր պահպանած բանջարանոցում նա հիշեց առավոտները, երբ օգնում էր խնամել բույսերը, սովորում համբերության քրտնաջան աշխատանքի մասին։ Հենց այս խորհրդածական զբոսանքի ժամանակ Էդուարդը որոշում կայացրեց, որը կփոխեր իր կյանքի ուղղությունը։ Զանգահարեց Ռուբեն Մելիքյանին, իր բիզնես գործընկերոջը, խնդրեց հետաձգել հաջորդ շաբաթվա բոլոր հանդիպումները։ Բացատրեց, որ ժամանակ է պետք, վերանայելու որոշ անձնական մասնագիտական հարցեր։ Ռուբենը, որը Էդուարդին ճանաչում էր ավելի քան 20 տարի, հասկացավ, որ ինչ-որ հիմնարար բան է փոխվել իր գործընկերոջ ձայնում։ Տիկին Հեղինեն պարզ ճաշ պատրաստեց, բրինձ, լոբի, գյուղական հավ բանջարանոցի աղցան, նրանք զրուցեցին ապագա պլանների մասին։ Էդուարդը խոսեց իր ընկերությունների միջոցով սոցիալական ծրագիր ստեղծելու հնարավորության մասին, մի բան, որն իսկապես կարող էր փոփոխություն բերել Մարինեի նման մարդկանց կյանքում։ Մայրը ուշադիր լսեց, տարիներ անց առաջին անգամ տեսավ անկեղծ փայլ որդու աչքերում։ Մինչ Էդուարդն անցնում էր այս ներքին վերափոխումը մոր ամառանոցում, Մարինեն իր կյանքում կարևոր գործնական փոփոխություններ էր ապրում։ Կիրակի կեսօրին նա հայտնել էր Նարեկին, փարավոն, ում աշխատանքը թողնելու իր որոշման մասին։ Զրույցն ավելի հանգիստ էր, քան նա սպասում էր։ Մենեջերը կարծես թեթացած էր, որ այլևս ստիպված չէր լինի գործ ունենալ լրատվամիջոցների ուշադրության հետ, որը Մարինեի ներկայությունը բերում էր ռեստորան։ Մարինեն նա հանգստյան օրերն անցկացրեց, երկար զրուցելով Ռոզայի հետ սպասվող փոփոխությունների մասին։ Մայրը հուզված հպարտ էր, բայց նա անհանգստացած հանրային ուշադրությունից, որը պատմությունը բերել էր։ Ռոզան ամբողջ կյանքում աշխատել էր կուլիսներում, միշտ նախընտրելով զուսպ լինել, դստերը ուշադրության կենտրոնում տեսնելը նրան անհանգստացնում էր։ Բայց Ռոզան նա հասկանում էր, որ դա եզակի հնարավորություն էր Մարինեի համար, ամբողջությամբ նվիրվելու ուսմանը, իրականացնելու այն երազանքը, որը նրանք կիսել էին այդքան տարիներ։ Նրանք խոսեցին, թե ինչպես են պատասխանատվությամբ օգտագործելու ապրուստի կրթաթոշակը, պլանավորելով յուրաքանչյուր դրամը առավելագույնի հասցնելու օգուտը ոչ միայն Մարինեի, այլ երկուսի կյանքի որակը բարելավելու համար։ Երկուշաբթի օրը Մարինեն համալսարան ներկայացավ բոլորովին նոր զգացողությամբ։ 2 տարվա մեջ առաջին անգամ նա հոգնած չէր գիշերային աշխատանքից։ Քնել էր 8 լրիվ ժամ արթնացել հանգստացած։ Նրա տրամադրության կենտրոնանալու ունակության տարբերությունն անմիջապես զգացվեց։
Նա կարողանում էր յուրացնել դասերի տեղեկատվությունը մի մտավոր պարզությամբ, որը երկար ժամանակ չէր զգացել։ Նրա համակուրսեցիները նրան ընդունեցին հիացմունքի հետաքրքրասիրության խառնուրդով։ Ոմանք մոտեցան շնորհավորելու նրան տեսանյութում ցուցաբերած քաջության համար, մյուսները հարցնելու աշխատանքի աշխարհում իր փորձի մասին։ Մարինեն հասկացավ, որ ինչ-որ կերպ իր պատմությունը կամուրջ էր ստեղծել համալսարանի ներսում տարբեր սոցիալ-տնտեսական իրականությունների միջ։ Էդուարդը իր հերթին երկուշաբթի օրը վերադարձավ Երան, իր բիզնեսի կյանքի վերաբերյալ բոլորովին այլ հեռանկարով։ Նրա առաջին կանգառը գրասենյակը չէր, այլ Երանի Սուրբ Եկեղեցու սոցիալական ինստիտուտի կենտրոնակայանը, որտեղ նա որոշել էր խորհուրդ փնտրել, թե ինչպես ստեղծել անկեղծ սոցիալական պատասխանատվության ծրագիր։ Հանդիպումը Մայր Թերեզեի հետ էր, 70-ամյա մի անձնուհու, որն իր կյանքը նվիրել էր Երանի արվարձաններում սոցիալական նախագծերին։ Էդուարդը բացատրեց իր մտադրությունները, խոստովանելով, որ անկեղծ սոցիալական աշխատանքի փորձ չունի, բայց ուզում է սովորել, թե ինչպես իսկապես փոփոխություն բերել։ Մայր Թերեզեն, որը տեսել էր շատ գործարարների, որոնք փորձում էին մաքրել իրենց իմիջը մակերեսային սոցիալական նախագծերի միջոցով, սկզբում թերահավատություն ցուցաբերեց, բայց Էդուարդի անկեղծության մեջ մի բան նրան ստիպեց հավատալ, որ նա իսկապես հետաքրքրված է փոփոխությամբ։ Մայր Թերեզեն առաջարկեց, որ Էդուարդը մի քանի շաբաթ անցկացնի այցելելով գոյություն ունեցող սոցիալական նախագծեր, մոտիկից ծանոթանալով անապահով համայնքների իրականությանը, հասկանալով, թե որոնք են իրական կարիքները, նախքան որ նոր ծրագիր ստեղծելու մասին մտածելը։ Բացատրեց, որ բարեգործության շատ փորձեր ձախողվում են, որովհետև գործարարները ստեղծում են լուծումներ խնդիրների համար, որոնք պատշաճ կերպով չեն հասկանում։ Էդուարդն ընդունեց առաջարկը, սկսեց ՀԿ-ներ, համայնքային մանկապարտեզներ, արվարձանների առողջության կենտրոններ, ծայրամասային թաղամասերում կրթական նախագծեր այցելելու ինտենսիվ ծրագիր։ Յուրաքանչյուր վայրում նա հանդիպեց նվիրված մարդկանց, որոնք սահմանափակ ռեսուրսներով աշխատում էին փոփոխություն բերելու ուրիշների կյանքում։ Այս սոցիալական աշխատողներից շատերն ունեին Մարինեի պատմությանը նման պատմություններ, մարդիկ, որոնք հաղթահարել էին դժվարությունները կրթության միջոցով, այժմ իրենց կյանքը նվիրում էին ուրիշներին օգնելու, անելու նույնը։ Հենց այս այցելություններից մեկի ժամանակ Շենգավիթի համայնքային դպրոցում, հետաքրքիր է, նույն թաղամասում, որտեղ ապրում էին Մարինեն, Ռոզան, Էդուարդը կարևոր բացահայտում արեց։ Նա հանդիպեց ուսուցչուհի Մարիամին, 35 տարեկան մի մանկավարժի, որը մեծացել էր հենց այդ համայնքում վերադարձել դասավանդելու, ԵՊ մանկավարժական ֆակուլտետն ավարտելուց հետո։ Ուսուցչուհի Մարիամը պատմեց իր պատմությունը գրքով երախտագիտությամբ։ Միայնակ մոր դուստր, որն աշխատում էր որպես տնային տնտեսուհի, նա կարողացել էր սովորել նվիրված ուսուցիչների կրթաթոշակային ծրագրերի շնորհիվ։ Ավարտելուց հետո նա հրաժարվել էր լավ վարձատրվող մասնավոր դպրոցներում աշխատանքի առաջարկներից, վերադառնալու իր համայնք օգնելու այլ երեխաների ունենալ նույն հնարավորությունները, որոնք ինքն էր ունեցել։ Էդուարդը հասկացավ, որ կանգնած է Մարինեի ավելի հասուն տարբերակի առաջ, մեկի, ով հաղթահարել էր նմանատիպ դժվարություններ, ընտրել էր օգտագործել իր հաջողությունը, ուրիշներին բարձրացնելու համար։ Հենց այդ պահին նա հասկացավ, որ ցանկացած սոցիալական ծրագիր, որը կստեղծեր, պետք է ղեկավարվեր ուսուցչուհի Մարիամի Մարինեի նման մարդկանց կողմից, մարդկանց, ովքեր մոտիկից ճանաչում էին այն իրականությունները, որոնք մտադիր էին փոխակերպել։ Այդ շաբաթվա հինգշաբթի օրը Էդուարդը կարևոր որոշում կայացրեց։ Զանգահարեց Մարինեին համալսարանի միջոցով, խնդրելով անձամբ զրուցել։ Մարինեն սկզբում տատանվեց։ Տեսանյութի հանրայնացումը դեռ նրան անհարմարություն էր պատճառում, նա վստահ չէր Էդուարդի մտադրությունների վերաբերյալ։ Բայց հեռախոսով նրա ձայնի խոնարհության մեջ մի բան նրան ստիպեց ընդունել հանդիպումը։ Նրանք հանդիպեցին համալսարանի մոտ գտնվող մի սրճարանում, Չեզոք հանրային միջավայրում։ Էդուարդը ճիշտ ժամանակին ժամանեց, բայց տարբեր տեսք ուներ, ավելի քիչ ամբարտավան, ավելի խոնարհ։ Զրույցը սկսեց անկեղծ ներողություն խնդրելով ռեստորանում իր պահվածքի համար, խոստովանելով, որ իրեն անպաշտպանելի կերպով է պահել, որ տեսանյութը ցավոտ, բայց անհրաժեշտ հայելի է եղել։ Մարինեն լուր լսեց, դեռ զգուշավոր, բայց ընդունելով, որ Էդուարդի դիրքորոշման մեջ անկեղծ մի բան կար։ Այնուհետ նա բացատրեց իր կատարած մտորումների, սոցիալական նախագծեր, այցելությունների, ցածր եկամուտ ունեցող բժշկական ուսանողներին աջակցելու համար հիմնադրամ ստեղծելու գաղափարի մասին։ Բայց ավելի կարևոր բացատրեց, որ չի ուզում ոչինչ ստեղծել առանց այն մարդկանց ուղղորդման, ովքեր իսկապես ճանաչում են այդ իրականությունները։ Էդուարդն անսպասելի առաջարկ արեց։ Կցանկանար Մարինեին հրավիրել լինելու այն հիմնադրամի մանկավարժական համակարգողը, որը մտադիր էր ստեղծել։
Նա պատասխանատու կլիներ կրթաթոշակառուների ընտրության չափանիշները սահմանելու, ուսանողների զարգացմանը հետելու երաշխավորելու, որ ծրագիրն իսկապես բավարարում է այն մարդկանց կարիքները, որոնց նա մտադիր էր օգնել։ Մարինեն զարմացավ առաջարկից։ Դա իր նման իրավիճակներում գտնվող այլ երիտասարդների կյանքի վրա ուղղակիորեն ազդելու հնարավորություն էր, բայց նա նշանակում էր ուղղակիորեն աշխատել այն մարդու հետ, ով փորձել էր նրան հրապարակավ նվաստացնել։ Ասաց, որ մտածելու ժամանակ է պետք, որ եթե ընդունի, դա կլինի միայն շատ կոնկրետ պայմաններով, որոնք կերաշխավորեն նախագծի լրջությունը, օրինականությունը։ Էդուարդը համաձայնեց բոլոր պայմաններին, որոնք Մարինեն կարող էր պարտադրել։ Ասաց, որ հասկանում է նրա տատանումը կհարգի ցանկացած որոշում, որը նա կկայացնի։ Կարևորն այն էր, որ նա իմանար, որ ինքը հիմնովին փոխվել է, ուզում է օգտագործել իր ռեսուրսները, իսկապես փոփոխություն բերելու նրա նման մարդկանց կյանքում։ Զրույցը դեռ 2 ժամ ավարտվեց փոխադարձ հասկացողությամբ։ Մարինեն համաձայնեց մտածել առաջարկի մասին 1 շաբաթից պատասխան տալ։ Էդուարդը հանդիպումից հեռացավ, զգալով, որ արել է առաջին իրական քայլը դեպի քավություն, մինչդեռ Մարինեն հայտնվեց մի հնարավորության առաջ, որը կարող էր բազմապատկել իր սեփական հաղթահարման պատմության ազդեցությունը։ Այդ գիշեր երկուսն էլ մտածեցին, թե ինչպես է առճակատման մի պահը վերածվել սոցիալական վերափոխման հնարավորության։ Մարինեն երկար զրուցեց Ռոզայի հետ առաջարկի մասին, կշռադատելով ռիսկերն ու օգուտները։ Էդուարդը զանգահարեց մորը, պատմելով հանդիպման մասին, խնդրելով ուղղորդում, թե ինչպես վարվել էթիկապես հարգալից։ Հաջորդող շաբաթը վճռորոշ կլիներ երկուսի համար էլ, որոշելով, թե արդյոք նվաստացման մի պահը կարող է իսկապես վերածվել սոցիալական բարիքի ուժի, թե արդյոք բոլորովին տարբեր աշխարհների երկու մարդիկ կարող են միասին աշխատել, հնարավորություններ ստեղծելու ուրիշների համար, ովքեր բախվում են նույն դժվարություններին, որոնք Մարինեն հաղթահարել էր։ Մարինեն հաջորդ 7 օրերն անցկացրեց Էդուարդի առաջարկի շուրջ խորը մտորումների մեջ։ Երկար զրուցեց Ռոզայի հետ, որը սկզբում թերահավատություն ցուցաբերեց գործարարի մտադրությունների նկատմամբ, բայց աստիճանաբար սկսեց հնարավորությունը տեսնել որպես Մարինեի համար իր սեփական պատմության ազդեցությունը բազմապատկելու շանս։ Նա խորհուրդ հարցրեց դոկտոր Մուրադյանից, որը լավ գիտեր ակադեմիական աշխարհը կարող էր գնահատել առաջարկի լրջությունը ինստիտուցիոնալ տեսանկյունից։ Դոկտոր Մուրադյանը զգուշավոր էր, բայց լավատես։ Բացատրեց, որ իր կարիերայի ընթացքում հետել է սոցիալական պատասխանատվության բազմաթիվ նախագծերի, որ տարբերակիչ գիծը միշտ եղել է այն մարդկանց անկեղծ մասնակցությունը, ովքեր մոտիկից ճանաչում են այն իրականությունները, որոնք նպատակ ունեն փոխակերպել։ Այն փաստը, որ Էդուարդը դիմել էր Մարինեին նախագիծը ղեկավարելու համար, փոխարենը պարզապես ինչ-որ բան ստեղծելու հետո շահառուներ փնտրելու, վկայում էր ավելի հասուն հարգալից մոտեցման մասին։ 1 շաբաթ մտորելուց հետո Մարինեն զանգահարեց Էդուարդին, երկրորդ հանդիպում նշանակեց։ Այս անգամ նա պատրաստ էր պայմանների ցուցակով, որոնք համարում էր անբանակցելի իր մասնակցության համար։ Էդուարդը նրան ընդունեց նույն սրճարանում, ցուցաբերելով նախորդ շաբաթվա նույն խոնարհությունը, ուշադիր լսեց Մարինեի յուրաքանչյուր պահանջը։ Պայմանները հստակ ուղիղ էին։ Հիմնադրամը պետք է լիներ անկախ կառույց, տարեկան արտաքին աուդիտով, Մարինեն կունենար լիակատար ինքնավարություն, կրթաթոշակառուների ընտրության հետման չափանիշները սահմանելու համար։ Ուշադրության կենտրոնում կլինեին բացառապես ցածր եկամուտ ունեցող բժշկական ուսանողները, կամավորական աշխատանքի կամ սոցիալական ներգրավվածության պատմությամբ, Էդուարդը չէր կարող օգտագործել նախագիծը ինքնագովազդի կամ անձնական մարքեթինգի համար։ Բացի այդ, Մարինեն պնդեց, որ հիմնադրամը պետք է ունենա խորհրդատվական խորհուրդ, կազմված սոցիալական կրթական ոլորտի մասնագետներից, երաշխավորելով, որ որոշումները չեն կենտրոնանա միայն մեկ անձի վրա։ Էդուարդն առանց տատանվելու ընդունեց բոլոր պայմանները։ Ավելին, նա առաջարկեց, որ Մարինեն այլ մարդկանց բերի, այդ խորհրդատվական խորհուրդը ձևավորելու համար, ներառյալ ԵՊ դասախոսների, սոցիալական պատասխանատվությամբ աշխատող մասնագետների, նույնիսկ այն համայնքների մարդկանց, որոնք շահառու կլինեին։ Ուզում էր երաշխավորել, որ հիմնադրամը իսկապես ներկայացուցչական արդյունավետ կլինի։ Հաջորդ ամիսներին Մարինեն բաժանվեց համալսարանի ուսման արժանապատվություն հիմնադրամի կառուցվածքավորման միջ, անուն, որն ընտրվել էր ի պատիվ այն արժեքի, որը նա պաշտպանել էր այն վերափոխիչ գիշերը, փարավոն Էդուարդը հիմնադրամի կենտրոնակայանի համար սեփական շենք տրամադրեց, վերանորոգված տուն կենտրոնում, համալսարանին մոտ, որը հարմարեցվել էր ուսանողներ ընդունելու, հանդիպումներ անցկացնելու, ուսման ու շփման տարածքներ առաջարկելու համար։ Հիմնադրամի առաջին ընտրական գործընթացը տեղի ունեցավ Մարինեի Էդուարդի միջ սկզբնական զրույցից 6 ամիս անց։
Հայաստանի ողջ տարածքից ստացվեց ավելի քան 500 դիմում։ Մարինեն նրա թիմը, որն արդեն ներառում էր 2 սոցիալական աշխատող, 1 հոգեբան, 2 ԵՊ դասախոս, մշակեցին խիստ գործընթաց, որը գնահատում էր ոչ միայն ակադեմիական առաջադիմությունը, այլ հատկապես յուրաքանչյուր թեկնածուի սոցիալական ներգրավվածության պատմությունը, ապագա ազդեցության ներուժը։ Ընտրված առաջին 20 կրթաթոշակառուներն ունեին պատմություններ, որոնք արձագանքում էին Մարինեի ուղուն։ Տարբեր քաղաքների ծայրամասերից երիտասարդներ, տնային տնտեսուհիների, հավաքարարների, դռնապանների, փողոցային վաճառողների զավակներ, բայց բոլորն ունեին մեկ ընդհանուր հատկանիշ։ Նրանք, նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով, ցուցաբերել էին ինչ-որ տեսակի ներգրավվածություն իրենց համայնքների հետ։ Ոմանք կամավորական աշխատանք էին կատարում եկեղեցիներում, մյուսները երեխաների էին դասավանդում ՀԿ-ներում, ոմանք կազմակերպում էին պատվաստումների արշավներ ծայրամասային թաղամասերում։ Էդուարդը հետում էր հիմնադրամի զարգացմանը մի անձնական ներգրավվածությամբ, որը զարմացրեց նույնիսկ Մարինեին։ Նա չէր սահմանափակվում ֆինանսական ռեսուրսներ տրամադրելով։ Ակտիվորեն մասնակցում էր հանդիպումներին, անձամբ ճանաչում էր յուրաքանչյուր կրթաթոշակառուի նրանց պատմությունները, աստիճանաբար զարգացրեց մի անկեղծ հասկացողություն այն սոցիալական իրականությունների մասին, որոնք նախկինում ամբողջովին անտեսում էր։ Հենց այս հանդիպումներից մեկի ժամանակ Էդուարդը ծանոթացավ Գորգի հետ, 19 տարեկան մի երիտասարդի շենգավիթից, որն ընդունվել էր եկեղեցում կամավորների կողմից կազմակերպված համայնքային նախապատրաստական դասընթացում սովորելուց հետո։ Գորգի պատմությունը խորապես հուզեց նրան։ Տղան 15 տարեկանից աշխատում էր որպես պիցցա առաքիչ, օգնելու պահել 3 փոքր եղբայրներին, այն բանից հետո, երբ հայրը կորցրել էր աշխատանքը գործարանում։ Էդուարդը Գորգի մեջ տեսավ ոչ միայն հիմնադրամի մեկ այլ շահառուի, այլ վճռականության զոհաբերության կենդանի դաս։ Երիտասարդը խոսում էր բժշկության մասին նույն կրքով, որը Մարինեն ցուցաբերել էր այն գիշերը ռեստորանում, բայց ուսերին կրում էր ընտանեկան պարտականություններ, որոնք Էդուարդը երբեք չէր պատկերացրել, որ այդքան երիտասարդ մեկը կարող է տանել։ Հիմնադրամի գործունեությանը զուգահեռ, Էդուարդը նշանակալի փոփոխություններ էր իրականացնում իր սեփական ընկերություններում։ Ներդրեց աշխատակիցների գնահատման քաղաքականություն, ստեղծեց շարունակական կրթության ծրագրեր գործառնական մակարդակի աշխատակիցների համար, հիմնեց էթիկայի հանձնաժողովներ, որոնք երաշխավորում էին հարգալից վերաբերմունք բոլոր հիերարխիկ մակարդակներում։ Փարավոնը նույնպես կարևոր փոփոխությունների ենթարկվեց։ Էդուարդը բաժնեմաս ձեռք բերեց ռեստորանում աշխատեց վարչակազմի հետ, ստեղծելու ավելի մարդասիրական հարգալից աշխատանքային միջավայր։ Ներդրվեցին աշխատակիցների վերապատրաստման ծրագրեր, աշխատանքի ավելի լավ պայմաններ, զրոյական հանդուրժողականության խիստ քաղաքականություն ցանկացած տեսակի անհարգալից վերաբերմունքի կամ նվաստացման նկատմամբ, անկախ հաճախորդի կարգավիճակից։ Ռոզան հետում էր Մարինեի կյանքի փոփոխություններին աճող հպարտությամբ, աստիճանաբար նրա սեփական կյանքը նույնպես սկսեց փոխվել։ Մարինեի ստացած կրթաթոշակը թույլ տվեց Ռոզային կրճատել իր աշխատանքային բեռը, կամաց-կամաց նա կարողացավ արժանապատվորեն թոշակի անցնել։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա կարողացավ հոգ տանել սեփական առողջության մասին, անցնել այն բժշկական հետազոտությունները, որոնք տարիներով հետաձգել էր, նույնիսկ իրականացնել փոքր երազանքներ, ինչպիսին էր մեծահասակների գրագիտության դասընթացը, որը միշտ ցանկացել էր անցնել։ Տարիներն արագ անցան։ Մարինեն ամբողջությամբ նվիրվեց ուսմանը հիմնադրամի գործունեությանը, միշտ պահպանելով իր գնահատականները լավագույնների շարքում։ Նրա եզակի փորձը, համատեղելով ակադեմիական գերազանցությունը, սոցիալական ներգրավվածությունը, վարչական ղեկավարումը, նրան դարձրեց բացառիկ ուսանող, որը գրավում էր դասախոսների համակուրսեցիների ուշադրությունը։ Ֆակուլտետի 4-րդ կուրսում Մարինեն որոշեց մասնագիտանալ սոցիալական բժշկության ընտանեկան առողջության ոլորտում, մի ընտրություն, որը զարմացրեց որոշ համակուրսեցիների, ովքեր սպասում էին, որ նա կընտրի ավելի եկամտաբեր մասնագիտացումներ։ Բայց Մարինեն հստակ գիտեր, թե որտեղ է ուզում կիրառել իր գիտելիքները, այն անապահով համայնքներում, որոնք այդքան լավ գիտեր, առաջարկելով որակյալ բժշկական խնամք մարդկանց, ովքեր, իր ընտանիքի պես, միշտ դժվարությամբ են հասանելիություն ունեցել առողջապահությանը։ Էդուարդը իր հերթին, իր մեջ նոր տարբերակ բացահայտեց հիմնադրամի աշխատանքի միջոցով։ Կրթաթոշակառուների հետ ամսական հանդիպումները դարձան նրա օրակարգի ամենակարևոր պահերը։ Լսելով այդ երիտասարդների հաղթահարման պատմությունները, հետելով նրանց ակադեմիական նվաճումներին, ականատես լինելով բժշկական կրթության ազդեցությանը նրանց ընտանիքների համայնքների վրա, Էդուարդին տվեց նպատակի զգացում, որը ֆինանսական հաջողությունը երբեք չէր տվել։ Հիմնադրամը տարիների ընթացքում օրգանապես աճեց։
Գործունեության երրորդ տարում այն արդեն աջակցում էր 50 բժշկական ուսանողների պետական համալսարաններում ողջ երկրում։ Չորրորդ տարում այն ընդլայնվեց Հայաստանի այլ մարզեր։ Էդուարդը բացահայտեց, որ իր ֆինանսական ռեսուրսները, երբ կիրառվում են իմաստությամբ, խոնարհությամբ, կարող են ստեղծել վերափոխման ալիքներ, որոնք տարածվում են շատ ավելի հեռու, քան նա պատկերացնում էր։ 5 տարի անցավ այն վերափոխիչ գիշերից, փարավոն ում Մարինեն ավարտում էր բժշկական համալսարանը գերազանցության դիպլոմով, ընտրվելով կուրսի հրաժեշտի խոսքի հեղինակ։ Մի պատիվ, որը վերապահված էր այն ուսանողին, որը լավագույնս ներկայացնում էր բժշկական մասնագիտության արժեքները։ Նրա ավարտական երեկոն ինտենսիվ հուզմունքի պահ էր ոչ միայն նրա Ռոզայի, այլ հիմնադրամի ողջ թիմի 50 կրթաթոշակառուների համար, որոնք Մարինեին համարում էին իրենց մենթոր ոգեշնչում։ Էդուարդը ներկա էր ավարտական երեկոյին, նստած համեստորեն դահլիճի հետում, անկեղծ հպարտությամբ դիտելով այն երիտասարդ կնոջը, որը դարձել էր շատ ավելին, քան աշխատանքային գործընկեր։ Նա դարձել էր այն մարդկանցից մեկը, որին նա ամենաշատն էր հարգում աշխարհում։ Մարինեի բժշկական դիպլոմ ստանալը տեսնելը նրա համար հաստատումն էր, որ իսկական իրականացումը չի գալիս նրանից, ինչ կուտակում ես, այլ նրանից, ինչ կառուցում ես ուրիշների հետ միասին։ Ավարտելուց հետո Մարինեն ընդունվեց ընտանեկան համայնքային բժշկության օրդինատուրայի ծրագիր նույն Հերացու անվան հիվանդանոցային համալիրում, որտեղ կամավորական աշխատանք էր կատարել ուսանողական տարիներին։ Դոկտոր Մուրադյանը, այժմ թոշակի մոտ, նրան ընդունեց որպես օրդինատոր այն նույն հպարտությամբ, որը կզգար դստեր հանդեպ։ Ռոզան ներկա էր առաջին խորհրդատվությանը, որը Մարինեն անցկացրեց որպես օրդինատոր բժիշկ։ Տեսնելով իր դստերը սպիտակ խալաթով, ստետոսկոպը վզին, խնամելով մի տարեց կնոջ նույն քնքշությամբ հարգանքով, որը նա միշտ երազել էր ստանալ, մի պահ էր, որը բյուրեղացրեց նախորդ տարիների բոլոր պայքարներն ու զոհաբերությունները։ Էդուարդը շարունակեց ընդլայնել իր սոցիալական աշխատանքը, բայց միշտ պահպանելով այն սկզբունքները, որոնք Մարինեն հաստատել էր սկզբից։ Խոնարհություն, թափանցիկություն, անկեղծ կենտրոնացում սոցիալական վերափոխման վրա։ Արժանապատվությունը հիմնադրամը դարձել էր ցածր եկամուտ ունեցող բժշկական ուսանողների աջակցության ազգային չափանիշ, նրա մոդելը կրկնօրինակվում էր այլ գործարարների կողմից տարբեր ոլորտներում։ Բայց ամենախորը վերափոխումը տեղի էր ունեցել հենց Էդուարդի բնավորության մեջ։ Ամբարտավան անձգամարդը, որը փորձել էր նվաստացնել մի մատուցողուհու 5 տարի առաջ, տեղը զիջել էր մեկին, ով նպատակ բավարարվածություն էր գտնում ուրիշներին բարձրացնելու մեջ։ Նրա բիզնեսը շարունակում էր բարգավաճել, բայց այժմ վարվում էր ամուր էթիկական սկզբունքներով, անկեղծ սոցիալական պատասխանատվությամբ։ Փարավոնը նույնպես ամբողջովին փոխակերպվել էր։ Ռեստորանը շարունակում էր լինել Երանի ամենանրբաճաշակներից մեկը, բայց այժմ հայտնի էր ոչ միայն ուտեստների որակով, այլ այն օրինակելի ձով, որով վերաբերվում էր իր աշխատակիցներին։ Հաստատության մուտքի մոտ մի համեստ, բայց նշանակալի ցուցանակ կրում էր այն ուղերձը, որն ամփոփում էր ողջ վերափոխումը։ Իսկական շքեղությունը հարգանքն է։ Այդ ցուցանակը Մարինեի գաղափարն էր, որը խանդավառությամբ հավանության էր արժանացել Էդուարդի կողմից։ Ամեն անգամ, երբ նա անցնում էր ռեստորանի մոտով, կարդում էր այդ բառերը, հիշում, թե ինչպես էր մի քաջ երիտասարդ կին փոխել ոչ միայն իր կյանքը, այլ իր հիմնարար հասկացողությունն այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր մարդկային գոյության մեջ։ Արժանապատվությունը հիմնադրամի 5-ամյակի երեկույթին, որն անցկացվում էր հենց փարավոն ում հատուկ երեկոյի ընթացքում, հավաքվել էին ավելի քան 100 մարդ տոնելու համար։ Ներկա էին բոլոր կրթաթոշակառուները, որոնց հիմնադրամը երբեք աջակցել էր, որոնցից շատերն արդեն ավարտել էին, աշխատում էին որպես բժիշկներ իրենց ծագման համայնքներում։ ԵՊ դասախոսներ, սոցիալական ոլորտի մասնագետներ, կրթաթոշակառուների ընտանիքներ, նույնիսկ Մարինեի ռեստորանի նախկին գործընկերներից ոմանք ներկա էին տոնակատարությանը։ Էդուարդը հուզիչ ելույթ ունեցավ, խոսելով այն մասին, թե ինչպես էր այն գիշերը, 5 տարի առաջ, եղել իր կյանքի ամենակարևոր պահը։ Ոչ թե որովհետև նա հրապարակավ նվաստացվել էր, այլ որովհետև անսպասելի ուսուցիչ էր գտել մի երիտասարդ մատուցողուհու տեսքով, որը նրան սովորեցրել էր արժանապատվության մարդկային արժեքի իսկական իմաստը։ Մարինեն նույնպես խոսեց, դիմելով հիմնականում նոր կրթաթոշակառուներին։ Պատմեց իր սեփական պայքարի պատմությունը, խոսեց երբեք չմոռանալու իրենց ծագումը, իրենց պատասխանատվությունները այն համայնքների նկատմամբ, որտեղից եկել են։ Հիշեցրեց, որ բժշկությունը ծառայության մասնագիտություն է, որ բժշկի իսկական հաջողությունը չի չափվում հեղինակությամբ կամ կուտակած փողով, այլ այն կյանքերով, որոնց նա կարողանում է դիպչել փոխակերպել։
Ռոզան, այժմ ամբողջովին ալեխառն մազերով, բայց հպարտությունից փայլող աչքերով, դիտում էր դստերը, որը խոսում էր այդ լսարանի առաջ, հիշում էր այն կիրակիները, երբ նրանք քայլում էին ԵՊ տարածքով, երազելով այդ պահի մասին։ Բոլոր մեջքի ցավերը, բոլոր արից առաջ արթնանալու գիշերները, բոլոր զոհաբերություններն արժեին այնտեղ հասնելու համար։ Գորգը, Շենգավիթի երիտասարդը, որն այդքան հուզել էր Էդուարդին, այժմ բժշկականի երրորդ կուրսում էր, նվիրվել էր համայնքային առողջության նախագծի իր սեփական թաղամասում։ Նա ներկայացնում էր այն ռեստորանում տեղի ունեցած գիշերվանից ոգեշնչված վերափոխման երկրորդ սերունդը։ Մի երիտասարդ, որը շահել էր Մարինեի քաջությունից, այժմ օգտագործում էր իր հնարավորությունները ուրիշներին օգուտ տալու համար։ Երեկույթն ավարտվեց բոլոր ներկաների ձեռք-ձեռքի տված մի շրջանում, որը ներառում էր ինչպես հաջողակ գործարարների, այնպես էլ հավաքարարների, դռնապանների, կրթաթոշակառուների ծնողներին, որոնք եկել էին տոնելու իրենց զավակների նվաճումները։ Այդ պահին սոցիալական տնտեսական տարբերությունները կարծես աննշան էին մարդկային արժանապատվության ուժի առաջ, որը միավորում էր բոլորին։ Հաջորդ տարիներին Մարինեի Էդուարդի պատմությունը գրեթե լեգենդար դարձավ, վերապատմվեց որպես օրինակ, թե ինչպես կարող է քաջության մի պահը առաջացնել վերափոխումներ, որոնք տարածվում են շատ ավելի հեռու, քան ուղղակիորեն ներգրավված մարդիկ։ Վավերագրական ֆիլմեր նկարահանվեցին, գրքեր գրվեցին, արժանապատվություն հիմնադրամը դարձավ սոցիալական ծրագրերի մոդել ողջ երկրում։ Մարինեն դարձավ Երանի ամենահարգված ընտանեկան բժիշկներից մեկը, հայտնի ոչ միայն իր տեխնիկական հմտությամբ, այլ այն մարդասիրական ձով, որով խնամում էր իր հիվանդներին։ Նա շարունակեց համակարգել հիմնադրամը, նույնիսկ բժիշկ դառնալուց հետո, որովհետև հասկանում էր, որ իր դերը ավելին էր, քան պարզապես բժշկություն անելը։ Դա հնարավորություններ ստեղծելն էր, որպեսզի ուրիշները կարողանային հետել նմանատիպ ուղիների։ Էդուարդը երբեք չվերադարձավ այն ամբարտավան մարդուն, որը եղել էր այն գիշերից առաջ։ Նրա բիզնեսն էլ ավելի բարգավաճեց, երբ նա որդեգրեց էթիկական գործելակերպ, անկեղծ սոցիալական պատասխանատվություն, ապացուցելով, որ ֆինանսական հաջողությունը մարդկային արժեքները անհամատեղելի չեն։ Նա նորից ամուսնացավ մի սոցիալական աշխատողի հետ, որին հանդիպել էր հիմնադրամի աշխատանքի ընթացքում, միասին նրանք ստեղծեցին հարգանքի կարեկցանքի սկզբունքների վրա հիմնված ընտանիք։ Ռոզան ապրեց, տեսնելու ոչ միայն Մարինեի ավարտականը, այլ հիմնադրամի առաջին կրթաթոշակառուների ավարտելը, իրենց համայնքներ վերադառնալը որպես բժիշկներ։ Նա մահացավ 80 տարեկանում, խաղաղ սիրով շրջապատված, իմանալով, որ կատարել է իր առաքելությունը, մեծացնելով մի դուստր, որը փոփոխություն էր բերում աշխարհում։ Փարավոնը շարունակեց լինել Երանի ամենահեղինակավոր ռեստորաններից մեկը, բայց այժմ պատճառներով, որոնք գերազանցում էին գաստրոնոմիան, այն դարձավ վերափոխման քավության խորհրդանիշ, մի վայր, որտեղ ամբարտավանությունը տեղը զիջել էր հարգանքին, որտեղ իշխանությունը սովորել էր խոնարհվել արժանապատվության առաջ։ Ռեստորանի մուտքի ցուցանակը դարձավ ուխտատեղի Հայաստանի բոլոր կողմերից Երան այցելող մարդկանց համար։ Իսկական շքեղությունը հարգանքն է, պարզ բառեր, որոնք կրում էին մի երիտասարդ կնոջ քաջության միջոցով սովորած դասի ծանրությունը, որը հրաժարվել էր վաճառել իր արժանապատվությունը ցանկացած գնով։ Մարինեն թոշակի անցավ բժշկությունից 65 տարեկանում, բայց երբեք չհեռացավ հիմնադրամից։ Նույնիսկ առաջացած տարիքում նա շարունակում էր հարցազրույցներ անցկացնել թեկնածուների հետ, հետել կրթաթոշակառուներին երաշխավորել, որ այն արժեքները, որոնք սկիզբ էին դրել նախագծին, երբեք չմոռացվեն կամ չխեղաթյուրվեն։ Էդուարդն ապրեց մինչ 80 տարեկան, շրջապատված հարյուրավոր բժիշկների ջերմությամբ, որոնք շահել էին հիմնադրամից, նրան համարում էին երկրորդ հայր։ Նրա վերջին տարիները ամբողջությամբ նվիրված էին սոցիալական աշխատանքին, իր բիզնեսի կառավարումը փոխանցելով իր արժեքները կիսող իրավասու մասնագետների։ Նրանց պատմությունն ապացուցեց, որ որքան էլ խորը լինի ամբարտավանությունը, միշտ կա քավության հնարավորություն, երբ հանդիպում ես մեկին, որը բավականաչափ քաջ է, ցույց տալու արժանապատվության ճանապարհը։ Այն ցույց տվեց, որ իսկական ազնվականությունը ոչ մի կապ չունի տիտղոսների կամ փողի հետ, այլ մեր արժեքները պաշտպանելու քաջության հետ, նույնիսկ երբ ամեն ինչ դավադրում է, որ մենք խոնարհվենք։ Բժշկական ուսանողների սերունդները շարունակեցին շահել արժանապատվությունը հիմնադրամից, յուրաքանչյուրը իր հետ կրելով Մարինե Սարգսյանի թողած քաջության ժառանգությունը հարգելու պատասխանատվությունը, այն մատուցողուհու, որը մի ամբողջ երկրի սովորեցրեց, որ արժանապատվությունն անբանակցելի է, քաջությունը վերափոխիչ, իսկական ուժը ուրիշներին ոգեշնչելու մեջ է, որ կանգուն մնան, նույնիսկ նրանց առաջ, ովքեր փորձում են նրանց ծնկի բերել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Էդուարդի ճանապարհորդությունը խորապես հուզել է ձեր սրտերը։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր արժանապատվությունը պաշտպանելու քաջության միջոցով կյանքեր վերափոխելու ուժը։ Եթե դուք հուզվել եք հաղթահարման վերափոխման այս պատմությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ամենաշատը դիպել ձեր սրտին։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենաազնիվ քաջ կողմը։ Կիսվեք այս պատմությամբ մեկի հետ, ով պետք է հիշի, որ արժանապատվությունը երբեք գին չունի։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, միշտ պատմություններով, որոնք ոգեշնչում են, հուզում վերափոխում։ Մինչ շուտով։